Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր Նյուզի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը չղջիկները։ Մեր հյուրն է Երևանի Պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Աստղիկ Ղազարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես սիրահարվեցի չղջիկներին, երբ քարանձավախոսության ուսումնասիրության շրջանակներում ձեր դասին ներկա եղա եւ դրանից հետո մի քանի շաբաթ ոգևորված կարդում էի տարբեր հոդվածներ չղջիկների մասին, տարբեր դոկումենտալ նյութեր էի որոնում։ Անարդարացիորեն չղջիկները բացասական երանգ ունեն, ցավոք սրտի, բայց առաջին հարցը, որից ուզում եմ սկսենք մեր զրույցը, ինչեր են չղջիկները կամ քերականությունը խախտելով ովքեր են չղջիկները։ Այո, ես համամիտ եմ ովքեր են արտահայտության հետ, նրանք իմ սիրելիներն են, բայց նշենք, որ չղջիկները կաթնասուններ են, ինչպես եւ մենք, ու շատ անատոմիական կառուցվածքով, շատ հարցերում նման են մեզ մարդկանց, այնպես որ նրանք կաթնասուններ են, նրանք ծնում են, ինչպես մյուս կաթնասունները եւ իրենց ձայքերին կերակրում կաթով, այսինքն լրիվ մյուս կաթնասուններին բնորոշ հատկությունները ունեն։ Միայն մեկ տարբերությամբ, որ նրանք կարողանում են լիարժեք թռիչք կատարել, իրական թռիչք, որի պատճառով էլ նրանց երբեմն խառնում շփոթում են մեկ այլ դասերի կամ կարգերի ներկայացուցիչների հետ, բայց կաթնասուններ են։ Թռչուններ չեն։ Թռչուններ չեն։ Մաքուր, լիարժեք կաթնասուններ են, ունենում են 1 կամ 2 ձագ, ինչպես եւ մարդիկ, եւ կերակրում են կաթով։ Հետաքրքիր է։ Չղջիկների ծագումնաբանությունը վերագրվում է մոտ 50-52 միլիոն տարվա։ Այո, քարանձավներում գտել են դաջվածքներ, ոնց որ թռչունների արխեոպտերիքսը նման դաջվածքներ են նաև չղջիկների գտել, սկզբից զարմացել են, որովհետև դաջվածքի թևերի, թև չասեմ, այլ վերին վերջույթների կառուցվածքը նման է եղել թռչնին, սակայն մատերի արկայությունը թռչունը չունի այդքան մատեր, նրանց մոտ կրճատվել են, իսկ կաթնասունները հնգամատ են, եւ այդ 5 մատերի ֆալանգների արկայությունը բավականին զարմացրել էր գիտնականներին, հաջորդիվ կատարված արդեն հետազոտությունները այո փաստեցին, որ նրանք վաղուց ի վեր եղել են ու կան ու ենթադրում եմ եւ հուսամ կլինեն։ Նրանք այդ հնագույն տեսակները ժամանակակից չղջիկների հետ կապ ունեն, թե կենսաբանական փոփոխություններ են կրել։ Միանշանակ յուրաքանչյուր նույն արխեոպտերիքսը, նույն այդ չղջիկները, որոնք որ գտնվել են կամ որևէ նախնիել որ նայենք, միևնույն է նույնությամբ չեն պահպանվել, քանի որ կլիմայի փոփոխության, տարբեր պայմանների փոփոխության հետ կապված նրանք որոշակի անատոմիական փոփոխություններ կրել են։ Բայց ընդհանուր առմամբ, եթե վերցնենք ընդհանուր հատկանիշները, այո, գրեթե ոչինչ չի փոխվել, չնչին փոփոխություններ են տեղի ունեցել։ Մենք դասակարգում ենք չղջիկների բազմաթիվ տեսակներ։ Աշխարհում քանի տեսակ։ Աշխարհում 4500-ից ավել տեսակներ կան, այո, նրանք համարվում են կրծողներից հետո ամենաբազմազան կարգերից մեկը կաթնասունների դասում, եւ նշեմ, որ չղջիկները, նաև նրանց ասում են ձեռքաթևավորներ, երբեմն մեր հայագետներն ասում են ձեռնաթևավորներ, դեռ կորոշենք որն է ճիշտը մեր հայագետների հետ համատեղ, բայց ձեռքաթևավորները բաժանվում են 2 մեծ խմբերի, դրանք մեգա ձեռքաթևավորներն են եւ միկրո ձեռքաթևավորները։ Մեգաները դրանք այն չղջիկներն են, ովքեր ապրում են արևադարձային երկրներում, նրանց մոտ շատ լավ զարգացած է տեսողությունը եւ նրանք սնվում են արևադարձային մրգերով՝ բանան, մանգո,
անանաս կամ, չգիտեմ, մանգոստին, այն կիվի, հա, բոլոր այն, կիվին մեզ մոտ էլ է արդեն սկսել աճել, կարծես թե, բայց այնպիսի մրգեր, որոնք որ մաքուր զուտ արևադարձային են եւ նրանց մեջ կան նաեւ նեկտարակերներ, որոնք սնվում են հենց արևադարձային բույսերի նեկտարով, այսինքն ծաղիկների մեջ եղած նեկտարով։ Դրանք մեծ են, դրանք թռչող աղվեսներն են, թռչող շներն են։ Ունեն շատ լավ զարգացած տեսողություն, որը որ արդեն նշեցի։ Ինչ վերաբերվում է միկրոձեռքաթևավորներին, Հայաստանում նրանք են տարածված։ Արևադարձային երկիր չենք, համապատասխանաբար չունենք արևադարձային տեսակներ, բայց միկրոձեռքաթևավորները նրանց տեսողությունը վատ է զարգացած։ Ունեն, բայց շատ վատ է զարգացած։ Նրանք մթնշաղագիշերային կենդանիներ են եւ իրենք օգտագործում են ուլտրաձայներ։ Այն ձայները, որը որ մարդուն հասու չէ, մարդը նման ձայները ունակ չէ լսելու, մեր ականջի կառուցվածքը թույլ չի տալիս, որ մենք կարողանանք նման բարձր ձայներ լսել։ Մենք կարող ենք մինչև 10,000 կհերց լսել, իսկ նրանք սկսում են իրենց ձայները արձակել 16-18 հազարից։ Դա հասու է որոշ շներին, այն էլ շներ կան, որոնք մինչև 20,000 են լսում, դրանից վերև էլ չէ, բայց մենք ունենք տեսակներ, օրինակ Հայաստանում տարածված պայտակթերը, որոնք 5 տեսակով են մեզ մոտ ներկայացված, այն նրանք խոսում են 100, 104, 84 հազարից բարձր, 100,000, 110,000, ուղղակի դա անհնար ձայներ են, որը որ հասու չէ մեզ։ Իսկ տեխնիկան կարողանում է որսալ այդ ձայները։ Այո, ունենք հատուկ տեխնիկա, ունենք հատուկ ձայնագրող, ուլտրաձայներ ձայնագրող սարքեր, որոնք, ձայնագրում ենք նրանց, այնուհետև հատուկ համակարգչային ծրագրերով վերծանում արդեն մեզ համար լսելի ձայների եւ հատուկ սպեկտրոգրամների, որով եւ հասկանում ենք, թե ինչ ասաց, եթե կարելի է այդպես արտահայտվել, ավելի ճիշտ ով խոսեց։ Որովհետև տեսակի իդենտիֆիկացիան, այսինքն թե որ տեսակն էր խոսում, մենք կարողանում ենք անենք։ Հիմա ունենք զարգացող նոր ասպիրանտ, ով ուսումնասիրում է նրանց ձայները թռչելիս, մար եւ ձագուկ հարաբերությունների մեջ կամ որս կատարելիս, հիմա փորձում ենք այդ ձայները իդենտիֆիկացնել արդեն որոշակի վարքագծային ասպարեզում ու հասկանալ արդյոք կարող ենք ինչ-որ մի բան հասկանալ։ Իհարկե չենք հասկանա ինչ են խոսում, բայց կբերենք որոշակի ինչ-որ կանոնակարգության, կհասկանանք, թե ինչպիսի ձայներ են արձակում որսի ժամանակ, ինչպիսի առանձնահատուկ ձայներ ձագուկի հետ շփվելու ժամանակ ու դրանք արդեն կտարանջատվեն յուրաքանչյուր տեսակի համար։ Դրանք բավականին բարդ գործընթաց է, բայց փորձում ենք, ինչու՞ չէ, կարող ենք նաև դա եւս հասկանալ, փորձել հասկանալ համենայն դեպս։ Ես լսել եմ, որ նրանք ձայների միջոցով կարողանում են նաև երաժշտություն արտաբերել, թե երաժշտություն, դա մենք ենք, այո, դա մեզ համար է երաժշտություն, ես կասեի, որքանով է դա երաժշտություն չեմ կարող ասել, սենց ասեմ, չղջիկները ունեն երկու տեսակի ձայներ, մեկը դրանք ուլտրաձայներն են, մեկն էլ մենք ասում ենք social calls կամ հասարակական, այո, սոցիալական ձայներ, երբեմն եղել են, որ մտել եք ինչ-որ հինավուրց շենք կամ որևէ եկեղեցի և ինչ-որ ծվծվոց ձայներ են եղել, այո, դրանք հենց չղջիկների հասարակական կամ սոցիալական ձայներն են, որով նրանք իրար մեջ կոմունիկացիայի մեջ են մտնում, այսինքն փորձում են իրար հետ խոսել ու ներկայացնել շրջակա միջավայրին, որ մենք այստեղ ենք, զգուշացնել կարծես թե։ Իրենք իրար հետ շփվում են միանշանակ, ավելին ասեմ, երբ որ մտնում ես քարանձավ, միշտ քարանձավի մուտքին մոտ 1-2 չղջիկ է կանգնած լինում, նրանք կարծես թե լրտեսներն են, պահակներն են, չգիտեմ ինչպես անվանել, ովքեր որ շարժ կամ ինչ-որ աղմուկ կամ ինչ-որ մի բան զգալով գնում են դեպի արդեն գաղութը, որտեղ որ ներսում քարանձավի որևէ սենյակում պատասպարված է գաղութը և նրանց տեղեկացնում, որ
գալիս են։ օտարներ։ Ինչ որ մեկը գալիս է, թե ով է, կապ չունի, իրանք չեն կարող իմանալ, վտանգ ենք ներկայացնում, թե ընդամենը տուրիստ են, ովքեր ուզում են իրանցով զմայլվեն, կամ հակառակը հետազոտողներ են, որոնց իրենց միգուցե ինչ որ չափով կան հանգստացնեն, չէ՞ որ հետազոտողները եւս բռնում են, նայում են, ստուգում են, այո, որպեսզի կարողանանք նրանց յուրահատկությունները հասկանալ։ Ուստի գնում են զգուշացնում են նրանք եւ արդեն գաղութը, եթե քնած վիճակում է արթնանում է, եթե հանգիստ վիճակում է ակտիվանում են եւ տեղափոխվում կամ սպասում մինչեւ մենք կգանք կտեսնենք ինչ է կատարվում։ Իրենք բոլորը իրար հետ միանշանակ որևէ հաղորդակցության մեջ գտնվում են կա նման բան ու մենք փորձում ենք հասկանալ արդյոք կարելի է դա որևէ կերպ վերցանել։ Իսկ քանի երանգ եք հասցրել ձայնագրել իրենց ձայնային արտազատումների, արտաբերումների։ Երանգ չեմ կարող բացատրել, երանգ ասելով ինչը նկատի ունեք։ Օրինակ կան կենդանիների տեսակներ, որոնց օրինակ 15000 ձայնային ազդանշան են արտաբերում եւ ամեն մի ազդանշանը մի նշանակություն ունի, հա, զգուշացնող եւ Հա, հասկացա ինչը նկատի ունեք։ Նայեք, դե ամեն մի տեսակ մենք ունենք 30 տեսակ ձեռքաթվավ չղջիկ Հայաստանում, հա, միգուցե ավելանան, որովհետև որոշները դեռ գենետիկական նույնականացման մեջ են, գործընթացի մեջ են գտնվում, բայց 30 տեսակ այս րոպեին ունենք։ 30-ն էլ ունեն տարբեր դիապազոններ, այսինքն տարբեր հաճախությամբ են իրենք խոսում։ Մեկը 30-ում, մեկը 40-ում, մեկը 100-ում, ինչպես ասեցի։ Բայց այդ 100-ի մեջ էլ, նայեք, կամ 30-ի մեջ ամենաշատ տարածվածը թզուկ փոքրաչղջիկն է, որը խոսում է 38-40 հազար դիապազոնի մեջ, բայց երբեմն բաց տարածքում լրիվ այլ ձայներ է հանում, փակ տարածքում լրիվ այլ տիպի ձայներ է, ավելին ասեմ, անտառոտ հատվածներում լրիվ ուրիշ տիպի ձայներ են, բայց միևնույն է դիապազոնը, հա, իրենց ու ձայնի տեսքով կարող եմ խոսել, որովհետև սպեկտրոգրամում, երբ որ մենք նայում ենք այդ ծրագրերով, ինքը որոշակի տեսք ունի։ Ու այդ էներգիան, որ իրանք ներդնում են, հա, ձայնը արտաբերելիս, կուտակվում է ձայնի մեջ որոշակի հատվածում։ Դες մենք այդ ամենը տեսնում ենք սպեկտրոգրամի մեջ, երբ որ բացում ենք, ձայնը սկսվում է որոշակի դիապազոնում, ավարտվում է որոշակի մյուս դիապազոնում, ունի որոշակի տեսք, կարող է ուղիղ գծի տեսքով լինել, կարող է կաթիլի տեսքով լինել, կարող է փագագծի տեսքով, ասենք ամեն մեկինը մի ձևի է, ու կախված թե ինչ ձևով է էներգիան գնացել, ինչ ձևով է արտաբերել, մենք դա տարանջատում ենք ու փորձում ենք հասկանալ հաստատ այդ տեսակներ, թե միգուցե այն մյուսը կրկնօրինակել է մյուսին, то есть դա եւս հնարավոր է։ Տարբեր են, շատ տարբեր են ու հավատացեք կան նույնիսկ տեսակներ գիշերաչղջիկների մոտ 10-12 տեսակ, որոնք իրար կրկնօրինակում են ու իրանց ձայները տարանջատել բավականին բարդ է։ Այդ է բավական դաժան գործ է, բայց իհարկե փորձում ենք մենք մասնագետներս ինչ որ չափով տարանջատել, որովհետև դա մեզ համար շատ կարևոր է իմանալ որոշակի տարածքում, չէ՞ որ մենք չենք կարող բոլորին բռնել նայել։ Բռնել նայելով հեշտ է, բռնում ենք, տեսնում ենք, դու ես տեսակն ես, օքեյ։ Այո, կարող ես գնալ թռնել, բայց երբ որ դու գտնվում ես մի տարածքում, որտեղ բռնելու հնարավորություն չունես, օգնության են հասնում այդ ձայնագրող սարքերը, որոնք տարբեր բարձրությունների վրա ենք տեղադրում, 1.5 մետր, 20 մետր, 30 մետր, 50 մետր, ու փորձում ենք տարբեր բարձրությունների վրա ձայնագրել նրանց, հասկանալու արդյոք նրանք այդ ուղին, այդ տարածքը օգտագործում են ինչ որ նպատակով, եւ այդ նպատակները կարող են լինել միգրացիոն, այսինքն զուտ անցուղի է, կարող են լինել ծննդաբերության, այսինքն տարածք, որտեղ նրանք գալիս են ծննդաբերելու, տարածք, որտեղ գալիս են սնվելու, տարածք, որտեղ գնում են քնելու։ Դրանք բոլորը տարբեր տարածքներ են։ Այնքան սոցիալական են մարդկանց, որ կարողանում են տարանջատել սրահները։ Լրիվ։ Դեռ դրան կհասնենք, ուզում եմ ձայնի հետ կապված նոր հարց ուղղել ձեզ։ Նրանք այդ ուլտրաձայնային ազդանշանները ուղարկում են օդում, էխոլոկացիա կոչվածը, որը նաև դելֆինների մոտ կա, արձագանք են ստանում եւ ըստ դրա կողմնորոշվում են որ ուղղությամբ թռնել, հա։ Այո։ Նույնիսկ կարծեմ ձայնը որսում է այդ տարածքում ինչ միջատ կար։ Այդ ամենահետաքրքիրը դա է։ Նայեք, ուրեմն ասացի տարբեր դիապազոններում են խոսում։ Ուղարկում են մի վայրկյանում մի քանի հազար ձայն։
ձայնը ուղարկում են, Ոնց են հասցնում։ հասցնում են, ընդ որում մի մասը կոկորթով, մյուս մասը քթով, նայած թե ինչ տեսակ է։ Միաժամանակ։ Չէ, այդ համ կարա լինի կամ այդ կախվածա տեսակից։ Հիմա բոլորի համար չեմ կարող հստակ ասել, որովհետև կան տեսակներ, ովքեր որ քթով են անցկացնում, կան տեսակներ կոչվում են խողովակաքթավորներ, կան որ պայտաքթեր, կան հարթաքթեր, то есть ամեն մեկը ինչ որ մի անուն ունի ու պատասխանաբար ձայնը որոշակի ձևով է արտաբերում։ Արտաբերելուց հետո Այսինքն բերանի կառուցվածքը այո, լրիվ տարբեր է յուրաքանչյուր ընտանիքի պարագայում։ Երբ որ նրանք արտաբերում են, ասացի մի վայրկյանում մի քանի հազար ձայն, դրանք գնում են ու եթե դիմացը խոչընդոտ կա, վերադառնում է։ Եթե խոչընդոտ չկա, գնաց։ Նա որսում է հետ եկած ձայները իր ականջիկներով, որ տեսնեք չղջիկի ականջիկները անընդհատ շարժվում են, շատ հետաքրքիր ձևով։ Ու որսալուց հետո ուղեղը վերլուծում է։ Արդյոք արժի այդ ուղղությամբ գնալ։ Կհասցնի նա խոչընդոտը շրջանցել, ինչ արագության տակ պետք է գնա, ինչ ձևով։ Այդ ամբողջ ուղեղը վերլուծում է եւ համապատասխանաբար կենթանին որոշակի վարքագծով, որոշակի թռիչքի ձևով գնում է։ Եթե համեմատենք թռիչքը չղջիկի ու թռչունը բավականին ուղիղ, սլացիկ, սահուն թռիչք է կատարում։ Չղջիկի թռիչքը շատ կտրուկ փոփոխվում է, որովհետև նա երբ որ ստանում է արձագանքը, հետադարձ ձայները, նա հստակ որոշում է կայացնում աջ, ձախ, վերև, ներքև, ու շատ կտրուկ է նրա թռիչքները։ Բացի այդ, նա հստակ կարող է զգալ ուլտրաձայների միջոցով ամենաբարակ թելերը, խոչընդոտները։ Մենք որսում ենք նրանց ուլտրաբարակ ցանցերով, որ իրանք չկարողանան գտնեն այդ թելիկները, որքան ընկնեն մեջը մենք տեսնենք նրանց։ Մենք սովորական ցանցերով ենք բռնում, ոնց որ թռչունի համար նախատեսված, բայց նրանք շատ հեշտությամբ կարողանում են իմանալ, որ դիմացը ցանց է։ Ցանց, այսինքն դուք պատկերացնում եք, չէ՞, բարակ թելիկներ են, որոնք որ իրանք կարողանում են շատ հանգիստ իդենտիֆիկացնել։ Ավելին ասեմ, որոշ տեսակներ, ասեմ, որ միկրոձեռքաթվավորները սնվում են միջատներով, տարբեր տեսակի միջատներով, նաև կարող են կարիճներ ուտեն որոշները, ձուկ կարող են բռնել, կարող են մանր, այո, ձուկ, կարող են նույնիսկ մանր գորտեր բռնել, շատ հետաքրքիր գիշատիչ կենդանին են, գիշատիչ ասելով, որովհետև ուտում է մեկ այլ կենդանի, միջատները թռնում են, գիտենք, միջատների թևերի հաճախությունը որոշակի ամպլիտուդով է տեղի ունենում, չղջիկները մասնագիտացված են որոշակի միջատներին ուտելու, ինչու, որովհետև նրանք ուլտրաձայները երբ որ ուղարկում են, նրանք կպնում են նրանց թևերին եւ այդ հաճախությունը իրանք հասկանում են, այն համով միջատնա, թե այն ոչ այնքան էլ լավը չի, այսինքն նրանք հստակ գիտեն, թե ում են որսալու, ավելին ասեմ, կան չղջիկներ, որոնք իմիտացիա են անում, ցածր ձայնով ուլտրաձայներ են արձակում երբեմն եւ գրավում են միջատներին այդ ուլտրաձայներով խափում են այո միջատներ էլ կան որ էվոլյուցիայի ընթացքում ձեռք են բերել այնպիսի հնարավորություն որ խափում են չղջիկներին վայ դա ստանդարտ կենդանիների էվոլյուցիան է, որ իրար հետ զուգահեռ գնում է, բայց միևնույն է, երկուսն էլ զարգանում են, երկուսն էլ իհարկե կարողանում են խուսափել այդ խապկանքը եւ կարողանում են միևնույնն է սնվում են, մեկը մյուսով սնվում են եւ կարողանում են որսը իրականացնել, բայց ասում եմ կան չղջիկներ, որ հստակ գիտեն, թե թիթեռա ցեցա, թե կոլորաձյան բզեզա կամ չգիտեմ ինչ որ մեկն է, որին որ կարող են ուտել։ Նրանք շատ լավ գիտեն, թե ինչ են ուզում ուտել ու ինչպես կարող են իրենց այդ ուլտրաձայները այնքան մասնագիտացված ձևով են ուղարկում ու արձագանքը ստանում տվյալ միջատից, որ հստակ գիտեն, թե այն համովն է, թե չէ։ Եթե մենք ռեստորան ենք ընտրում, ապա նրանք շատ հստակ գիտեն, թե ում են ընտրում ուտելիս։ Զարմանալի են։ Չղջիկները շատակեր են։ Շատ են։ Սարսափելի քանակությամբ են ուտում։ Անկամ հնարավոր չէ պատկերացնել, բայց մինչև 10 անգամ կամ ավել ուտում են իրենց քաշից։ Այո, իրանք ուտում են շատ։ Կա միշտ ասում են, եթե Մեքսիկայում գտնվող գաղութը հանկարծակի
չուտի մի գիշեր, ապա Մեքսիկայի ողջ ժողովուրդը այդ միջատների ձեռը կրակը կընկնի, որտեղ նրանք 1 տոննա 1 գիշերվա ընթացքում վերացնում են։ Մի հոգին թե Չէ, այդ գաղութը։ Իրենք շատ են ուտում, դա կարելի ասել, որ չգիտեմ, մի 2-3 ժամվա մեջ մարդը մի 10 հատ պիցա ուտի։ Մենք ուղղակի դա չենք կարող։ 10 պիցա անհնար կլինի։ Ով էլ որ ասի կարող եմ, ես մեծ սիրով կբերեմ կներկայացնեմ։ Իսկապես դա մի քանի հիմնականում նշում են 1 ժամվա ընթացքում, դա 1 ժամվա ընթացքում անհնար է։ Ես դրա համար ասում եմ 2-3 ժամվա ընթացքում 10 պիցա։ Ռեալ դա բավականին ծանր է, բայց իրանք կարողանում են։ Իրանք այդ ամեն ինչը ուտում են, ինչու, որովհետև իրանք էներգիա են ծախսում։ Իրանք բավականին լուրջ էներգիա են ծախսում իրանց թռիչքի, իրանց մանևրների համար ու համապատասխանաբար իրանց հարկավոր է սնունդ, որ կարողանան այդ ամեն ինչը իրականացնել։ Բացի այդ, իրենք կուտակում են գորշ ճարպ մեծ քանակությամբ, որովհետև իրենք քուն են մտնելու։ Բոլոր չղջիկները, արևադարձայինների մասին չի խոսքը գնում, հա, նրանք տարին կլոր իրենց համար իրենց միտք ունեն, իրենք կարող են սնվել, չէ։ Միկրոձեռքաթվավորները, որոնք որ Հայաստանում տարածված են, նրանք ուրեմն հոկտեմբեր ամսին, սեպտեմբերից սկսած, հա, այո, տեղափոխվում են իրենց ձմեռանոցները, որտեղ իրանք ունեն ամառանոցներ, ձմեռանոցներ, ինչպես արդեն նշեցի, հա, ձմեռանոցները, որտեղ տեղակայվում են խմբերով, դա կարող է լինել 3-ից 4 առանձնյակ, բայց կարող է լինել մինչև 50,000, մինչև 5,500, կախված գաղութի մեծությունից։ Նրանք հավաքվում են իրար հետ, կարող են նույնիսկ մի քանի տեսակ իրար հետ համախմբվել ու քնել, հա, ոչ թե մենակ ես, ասենք կարող եմ ես մյուս տեսակի հետ էլ կամ որոշակի համաձայնության։ Այո, իրանք կարող են ու դա էլ է կարևոր, իրանք որոշակի տեսակների հետ են յոլա գնում, կարելի ասել, այսինքն նենց չէ, որ ով ոնց մենք ուզենանք, նենց կարող ենք խառնել, չէ։ Իրանք որոշակի տարածքում, որոշակի տեսակների հետ գալիս են որոշակի համաձայնության ու իրար հետ ձմեռում են։ Ձմեռման ընթացքում իրենց ձեռք տալ, իրենց արթնացնել չարժե, որովհետև նայեք, ինքը այդ ճարպը որ կուտակել է, որը որ էներգիայի ու ջրի աղբյուր է իր համար, նա որոշակի ժամանակահատվածի համար է։ Երբ որ մենք նրանց արթնացնում ենք, դա կլինի դեկտեմբեր, հունվար, երբ որ ձմռանը, հա, նրանք օգտագործում են այդ ճարպը, որովհետև այդ ժամանակ միջատ չկա, սնվել չի կարող։ Ինքը օգտագործում է այդ ճարպը։ Ճարպը օգտագործելիս, օքեյ, խնդիր չկա, բայց չէ որ այդ ճարպը պետք է հերիքացնի, որ ինքը գա արթնանա մինչև մարտ-ապրիլ, որ երբ որ արդեն մի քիչ եղանակը տաք է, միջատները դուրս են եկել ու սնունդ կա, թե չէ ինքը պրոստը ձմեռումը չի անցնի, որի պատճառով երբեմն հա ունենում ենք, այո, մահեր, բայց եթե անհանգստություն չի լինում, ապա ձմեռումը ճիշտ է իրականացվում։ Ընդ որում դա հիմնականում վերաբերում է բարձրալեռնային հատվածներում, որտեղ ցածրադիր տարածքներում, օրինակ Երևանում, հա, արդեն 2 տարի է ես նկատել եմ, որ նրանք ակտիվ են փետրվար ամսին, դեկտեմբեր ամսին, քանի որ միջատները դեռ ակտիվ են, նրանք են գլոբալ տաքացումը օգնում է նրանց չձմեռել։ Որքանով է օգնում չեմ կարող ասել, որովհետև խախտվում է ընդհանուր ընթացքը, հա, բայց որ հա տաք է ընդհանուր, ասենք հա այս տարի բավականին հետաքրքիր ձմեռ ունեցանք, բայց անցած տարիները մենք գրեթե տենց բավականին սուղ մինուս ջերմաստիճանով ձմեռներ չենք ունեցել ու նկատել եմ, որ նրանք թռնում են, այսինքն որս կա, իրանք կարողանում են որս կա, դա միջատներ կա, ուտում են։ Հա, կարծես թե ամեն ինչ նորմալ է, բայց նորմալ ընթացքը նրանք պետք է քնեն, հանգստանան, այդ նորմալ ընթացքը մի փոքր խախտվել է։ Դա կազդի իրենց կյանքի որակի, կյանքի երկարակեցության վրա, կազդի հաստատ էլի, դա նորմալ չէ իրենց սովորական ապրելակերպի համար։ Երկար են ապրում։ Նայեք, ճիշտն ասած շատ դժվար է չղջիկի տարիքը որոշել, որովհետև իր տեսքով ոչ մեկ չի ասի։ Ես միայն կարող եմ ասել սեռահասուն է, այսինքն հասուն կենդանի է, թե երիտասարդ է։ Տարիքը ասելը բավականին դժվար է կենդանի չղջիկի համար։ Տարիքը որոշում են հիմնականում ոսկորի կտրվածքով, երբ որ են օղակները ամեն քնելուց, այդ տարեկան օղակները ոնց որ ծառի վրա, այո, տենց կարելի է տեսնել, բայց տարիքը որոշվում է նաև օղակավորումով։
Դե ինչ է դա նշանակում։ Երբ որ մենք չղջիկներ ենք բռնում, կա օղակներ, որոնց վրա կա թվեր։ Օղակավորում ենք նրանց թաթիկի վրա, այդ օղակը հագցնում ենք։ Ու իրանք կարող են թռնել, դա հիմնականում նրա համար է, որպեսզի կարողանանք նրանց միգրացիան իմանանք, ասենք Հայաստանից ուր է գնում։ Ու մենք արել ենք, դեռ իհարկե օղակավորված չղջիկ դեռ չենք բռնել, որտեղ գնացել են, բայց ուր են գնացել չգիտենք։ Կա հատուկ տենց ասոցիացիա, որտեղ գրանցում ենք այդ օղակների համարները ու եթե դու գտնում ես այդ օղակը, համարով կարող ես գտնել թե ով է օղակավորել ու որտեղ։ Ու տենց կարող ենք իմանալ որտեղ է գնացել այդ չղջիկը, որտեղից է եկել։ Այդ օղակավորման շնորհիվ այս վերջերքս 3 տարի առաջ գրանցեցին չղջիկ, որը որ օղակավորվել էր Ուկրաինայում, բայց գտել էին Անգլիայի ափերին մոտ, պատկերացեք ինչքան հեռու է գնացել, ու տարիքային առումով նա օղակավորվել էր 51 տարի առաջ։ Այո, այդ նշանակում է, որ նրանք մինչև 50 տարի, եթե իրենց չխանգարեն, հանգիստ կարող են ապրել։ 25-30-ը գիտեինք, էլի օղակավորման արդյունքում, հա, որ բռնել են, բայց 50-ը մեզ համար բացառություն էր, գտանք ու շատ ուրախ եմ, որ ես հավատում եմ, եթե իրենց ձեռք չտանք, իրանք երկար կարող են ապրել նորմալ ընթացքով։ 51 տարեկանը դա բավականին տարեց չղջիկ է։ Փոքր չղջիկի մասն է խոսքը։ Փոքր, հա, մեծերի մասին չեմ կարող տենց տվյալներ ասել, որովհետև նրանց մոտ մի քիչ կյանքը ուրիշ կերպ է ընթանում ու ուրիշ տեղերում, հա, արևադարձային տեսակները լրիվ ուրիշ կենսակերպ են վարում, բուսակեր են։ Նրանք մի քիչ ուրիշ, հա, հետո նրանց որսը բավականին շատ է ասիական երկրներում, հա։ Ինչ են անում որսում են։ Բե ոնց որ մենք ուտում ենք խոզ, ոչխար, ուտում են։ Նրանք էլ սնվում են չղջիկներով, առնետներով ասիական երկրներում։ Հա, մի քիչ տհաճ երևույթ է, հատկապես թայլանդական այդ շուկաները, հա, ես եղել եմ, տեսել եմ։ Փորձել եք։ Չէ, չեմ փորձել։ Փորձել եմ ամեն տեսակի միս, բայց ոչ չղջիկի, ինչու զուտ հոգեբանական։ Հա, իմ սիրելի կենդանին է։ Մի տեսակ չեմ կարող անցնել իմ վրայով, հա, այդ ինձ համար մի քիչ բարդ է, բայց մնացած բոլոր կենդանիների միս փորձել եմ, զուտ հասկանալու ինչ յուրահատուկ են, արդյոք կա յուրահատկություն, որ ասեմ, չէ, մկան էլի ընդամենը։ Իսկ հարցրել եք այդ ազգերին, որոնք ուտում են չղջիկներ, մոտավորապես ինչ համուն են, ինչ կենդանու մսի են նման։ Ասում են առնետին էլ է նման, բայց չեմ պատկերացնում ճիշտն ասած, դե ճիշտն ասած ես ինքս մսակեր եմ, դե դա մկան է, ես դա նայում եմ որպես մկան, ուղղակի ինչ էլ որ լինի, ընդունում ես որպես մկան, ուղղակի կա սենց մի բան, չղջիկը իմ սիրելին է, չի ստացվի փորձել, առնետը ուղղակի այնքան բան է իր մեջ պարունակում, կենսաբան եմ, բավականին շատ ինֆորմացիա ունեմ, թե ինչ կարող է լինել նրանց մեջ, ուստի չգիտեմ, որքանով ճիշտ է փորձել, բայց որ Չինաստանում էինք, մեզ զգուշացրեցին, որ այս հատվածներում ենք, Պեկինը բավականին լայն, մեծ քաղաք է ու տարբեր տեղերում ման էինք գալիս, ինձ զգուշացրեցին, որ որոշակի հատվածներում չօգտվել այդ շաուրմայանոցներից, հա, ինչ որ նման տենց փոքրիկ տեղեր կան, որ կարելի օգտվել, որովհետև ասացին դա կարող է լինել շուն, կատու, առնետ, այդ թվում նաև չղջիկ, ոչ մեկ չգիտի ինչ կարող է լինել, Շանխայում դե դա լրիվ ընդունված է, բաց փողոցային առևտուրը բավականին ազատ է եւ street food են ասում, հա, փողոցային այդ սնունդը այնտեղ բավականին լայն տարածում ունի, միջատներից սկսած, ворթերից վերջացրած, որը որ մտքներովդ կանցնի, ամեն ինչ կա, բայց Չինաստանում չէի սպասում, բանը Պեկինում չէի սպասում, բայց Պեկինում էլ կար, Թայլանդում էլ կար նման շուկաների կողքերին, կային տենց սննդի կետեր, որտեղ ամեն ինչ վաճառվում էր, ամեն ինչ, ու ինձ համար տհաճ էր այդ մաշկած չղջիկները, որոնք այնքան խղճուկ էին ինձ համար, մեկ ուրիշը հիմա ինձ կասի, իսկ ինչու ոչ խոզ, ոչ խարի համար այդքան չես մտածում, ինչքան չղջիկի համար, որովհետև մեր մշակույթի մեջ ոչ խարը, խոզը, կովը, դրանք հա, անտելացված, դրանք աճեցված, հա, եկեք ճիշտ խոսենք, դրանք աճեցվում են հենց սննդի համար, որը որ մենք ընդունել ենք,
Միգուցե եթե ես ապրեի Թայլանդում, Թայվանում եւ նման ասիական երկրներում, երևի թե իմ մոտ էլ, հա, հոգեբանորեն լրիվ ուրիշ ձևի մոտեցում կլիներ տվյալ կենթանիների նկատմամբ ու միգուցե ես փորձեի, չգիտեմ, բայց համենայն դեպս ես չեմ ցանկանա փորձել նրանց միսը։ Ես չեմ ուտում միս։ Հա, ես լրիվ հասկանում եմ ձեզ, որովհետև դրա համար եմ ասում, մեկ ուրիշի ինձ հաստատ կասի ինչու նա, այլ ոչ թե ես մեկը։ Բայց դա զուտ հոգեբանորեն եկած իրավիճակ է։ Պետք է ուղղակի ընտրել։ Մշակույթի Հա, հոգեբանության դա մեր մեջ է։ Ուն լինեի լրիվ ուրիշ տեղ, լրիվ ուրիշ ձևի հոգեբանությամբ կմեծանայի, հա, ու այլ ձևով կլիներ իմ վարքագիծը։ Դե որ խոսեցինք չղջիկներին ուտելուց, հիշենք նաև, որ չղջիկների մեջ այնուամենայնիվ կան տեսակներ, չենք կարող խուսափել այդ տեսակների մասին խոսելուց, որոնց կոչում են վամպիրներ։ Միանշանակ։ Եվ թերևս դրանով է պայմանավորված, որ միջնադարից սկսած Եվրոպայում սկսեցին չղջիկներին ընկալել որպես չար ուժեր կամ նայեք հենց վամպիրի սիմվոլ։ Միանշանակ, հա, ես Տրանսիլվանիայում եղել եմ, գնացել եմ, պիտի գնայի, տեսնեի, չէի կարող, չնայած այնտեղ գրաֆ Դրակուլայի այդ ամրոցը մի քիչ այլ տեղեր ասում են ինքս տեղ չի ապրել, այլ մեկ այլ տեղ, մենք համեն գնացինք ամուսնուս հետ մեզ էլ էր հետաքրքիր, բայց չգնանք, չտեսնենք։ Ոչ մի ինչ որ արտառոս բան չկար, բայց չղջիկներ կային այնտեղ։ Չէ, այնտեղ չէ, բայց կողքի տարածքում մեր գործընկերները, իմ գոլեգաները, ովքեր որ չղջիկներով են զբաղվում, տարան ցույց տվեցին ավելի հետաքրքիր մասեր։ Հավատացեք, այն այդքան էլ հետաքրքիր չէր։ Ապա դե կային քարանձավներ, որտեղ մեր սիրելիները բավականին լավ ապրում էին։ Բայց հիմա նշեմ հետևյալը, որ այո 4500 տեսակից ավել ունենք չղջիկներ, որոնցից ընդամենը 4 տեսակն են, ընդամենը 4-ն են հանդիսանում վամպիրներ։ Եվ այդ 4-ը ապրում են կենտրոնական եւ հարավային Ամերիկայում։ Եվրոպայի կապ չունեն։ Աբսոլյուտно։ Որևէ կերպ Եվրոպա, Ասիա, որևէ կապ չունեն։ Իրանք ասում եմ կենտրոնական Ամերիկա եւ հարավային Ամերիկա։ Իրանք այնտեղ են տարածված։ Սնվում են հիմնականում խոշոր եղջերավոր անասունների արյունով, այսինքն այնտեղ գյուղատնտեսությունը բավականին լավ զարգացած է, իրանք մոտենում են կովերին, խոզերին եւ համապատասխանաբար սնվում են նրանց արյունով։ Ու իրենք ունեն իրենց թքի կազմի մեջ հատուկ նյութ, որը անտիկոագուլյանտ է, այսինքն հակամակարդիչ եւ ցավազրկող։ Այսինքն իրանք խայթելիս տվյալ կենթանին չի զգում, իրան խայթել են թե ոչ։ Այո, երբեմն լինում է, որ մարդիկ եւս թիրախ են հանդիսանում։ Ինչու՞, որովհետեւ, ասենք, չգիտեմ, հայտնվել են այնպիսի միջավայրում, որտեղ դե այնտեղի գյուղերը, գիտեք, այնտեղ շոկ է, պատուհանները միշտ բաց են, երբեմն նույնիսկ պատուհան չկա, այնպիսի խրճիթներ են, որ վարակույր են ծղոտից կախում։ Ընդամենը հա, թե վարակույրը երբեմն դա էլ չի լինում, այսինքն այնպիսի իրավիճակներ, որ հանգիստ նրանք կարող են հայտնվել տան մեջ։ Դե եթե հայտնվես տան մեջ ու զգաց որ հա, սով, հա, ու ինչու՞ չէ, որ կարող է նաև օգտվել։ Ինչն է վտանգավոր, հա, այս ամենի մեջ։ Նախ շատ հազվադեպ է լինում, որ մարդու արյուն են խմում, իրանք հիմնականում, ասացի, խոշոր եղջերավոր անասունների արյունը պետք է խմեն, որ կշտանան, հագենան։ Բայց եթե նման դեպք եղել է, ապա մարդը չի իմանում, որտեղ ցավազրկող է, ինքը խմում է, հետք չի մնում մաշկի վրա։ Ընդամենը հա, երկու ատամիկների տեղերը կարող է այնքան պուճուր լինել, որ նույնիսկ մարդը չնկատի։ Միակ խնդրեմը, որ հաջորդ թեման, եթե կարելի ասել, չղջիկները հանդիսանում են մի շարք վիրուսային եւ բակտերիալ հիվանդությունների ռեզերվուարներ։ Այսինքն, իրանք կրում են, բայց իրանք չեն հիվանդանում։ Ահա։ Իրանց մեջ կան դրանք, ու իրանց հետ ապրում են։ Իրանք որևէ այդ վիրուսներով ու բակտերիալ հիվանդություններով չեն հիվանդանում։ Եվ խնդիրը նրանում է, որ լիզելիս, արյունը քաշելիս հնարավոր է լեզվի, թքի միջոցով դա փոխանցեն մարդուն կամ որևէ կենթանուն։ Այդ դա հաջորդիվ բերում է որոշակի խնդիրների։ Այն որ իրենց չեն սիրում միջնադարից այս կողմ զուտ նրա համար, որ նրանք մթնշաղագիշերային կենթանիներ են, որովհետև նրանք ունեն անձայն թռիչք, որևէ մեկը նրանց չի լսում։ Եվ նրանք հանգիստ մեր կողքով կարող են անցնել ու մենք չնկատել։ Դա
իր մարդկության համար միստիկա է, ոնց եկավ ես չլսեցի։ Դա արդեն իսկ ոնց որ նախազգուշացնում է իրենց, չեն հասկանում։ Ճտերը, երբ որ ձագուկները ծնվում են, հա, օգոստոս ամսին առաջին թռիչքներն են անում, հուլիսի վերջ, օգոստոս նրանք թռիչք են կատարում։ Ու այդ փոքրիկները դե օրիենտացիան լավ չի լինում, խճճվում են, չեն կարողանում, ու այդ ժամանակահատվածում նրանք կարող են ընկնել, մտնել տներ, խճճվել այստեղ այնտեղ, դες պատահական անփորձ են, որի պատճառով, եկավ մտավ սենյակ, սկսում են Չար հոգի եկավ։ այո, Չար ուժեր բերեց։ միանշանակ։ Պլյուս վամպիրությունը, որը հայտնի է եղել, չնայած Եվրոպայում որևէ կապ չունեն նրանք, բայց ասույթները բերել հասցրել են Եվրոպա եւ նրանց դարձրել Դրակուլա եւ այլն, ինչ ասես թե չեն դարձրել, բայց այո, ու Դրակուլան քանի որ վամպիր էր, քանի որ վախենում էր լույսից ու փակված էր քարանձավում, չէ՞։ Իսկ քարանձավում ովքեր են ապրում, չղջիկները։ Всё, այդ ինչ ովքեր են մեղավոր, չղջիկները։ Էլ չասեմ, որ այս վերջեր միանշանակ, էլ չասեմ, որ այս վերջեր սկսել եղավ մեր պանդեմիան։ Այո։ Կորոնավիրուսը եւ սկսեցին ամբողջ YouTube-ով եւ մնացած սոցցանցերով ներկայացված էր, որ չղջիկի միսը ուտում է եւ հիվանդանում, բայց դա լիարժեք սխալ է, որովհետև միսը ուտելիս, մանավանդ ջերմային մշակում ունեցող միսը ուտելիս, տենց հեշտ չի վարակվելը։ Եվ գոյություն ունի սենց մի բան, հա, ամեն մի վիրուս ու բակտերիա ինքը յուրահատուկ է հենց այդ օրգանիզմի համար։ Ինքը պետք է մուտացիայի ենթարկվի, փոփոխվի որոշակի առումով, որ կարողանա էմյուսինել վարակ։ Ստացվում է, որ իրականում շղթան էսպիսին է։ Չղջիկը կարող է փոխանցել որևէ մեկ այլ կենդանու կամ այդ իր թուքը թողնել, հիմնականում արևադարձայիններից է եկել այդ խնդրը։ Նրանք ուտում են մանգոստին, բանան, մանգո, թուքը թողնելով այդ տարածքի վրա։ Մարդը օգտվում է այդ մրգերից եւս եւ նաեւ մյուս կենդանիները եւս։ Մյուս կենդանիները եւս օգտագործելով այդ մրգերը վերցնում են այն թուքը, որի մեջ կար այդ հարուցիչները։ Իրենց օրգանիզմում ձևափոխվում մուտացիայի է ենթարկվում դա բավականին երկար process է, բայց իրագործվող, կատարվող process է, որի արդյունքում ինքը ձևափոխվում է դառնում այնպիսին, որ հասանելի լինի մարդուն։ Ու արդեն այդ կենդանու հետ շփվելուց մարդը վերցնում է այդ վիրուսը ու հիվանդանում։ Ու ստացվում է, որ չղջիկը, որը որ չի հիվանդանում, զուտ կրող է, մեղավոր է այն ամենի համար, ինչ կատարվում է մարդկության հետ։ Հա, մեղավոր է, որ կրում է իր մեջ, բայց թե ինչու չի հիվանդանում, այդ է երկրորդ հարցն է, որ մեզ գիտնականներից հետաքրքրում է։ Ինչ կա իր օրգանիզմում, ինչպիսի իմունիտային համակարգ է գործում այնտեղ, որ կարող է պայքարել նման վիրուսների ու բակտերիաների դեմ ու չհիվանդացնել։ Այբ որ մենք դա էլ պարզաբանենք, արդեն մյուս հարցերը հեշտությամբ կարողանանք լուծել։ Մարդկանց էլ դա օգտակար կլինի։ Դե հենց դրա համար եմ ասում, էլի, այսինքն մենք կիմանանք ինչպես մարդու օրգանիզմում, ինչպիսի հապեր, ինչպիսի, չգիտեմ, յուրահատուկ ինչ որ գործառույթներ անենք, որ մարդու օրգանիզմում եւս նման իմունային համակարգ ունենանք ու պաշտպանենք մեզ նման վիրուսների տարածումից ու հիվանդություններից։ Դա շատ հետաքրքիր է, հուսամ կստացվի որևէ մի օր։ Իսկ ինչ հիվանդություններով են հիվանդանում չղջիկները։ Ոյ, իրենք, որ ասեմ ինչ որ տենց լուրջ հիվանդություններ կան, որ իրենց կարող են վարակել, այս պահի չեմ կարող ասել։ Կարող եմ ասել, որ իրենք ունենում են մակաբույծներ իրենց ներսում։ Ճիճուներ ոնց որ եւ մարդիկ, հա, մենք մի քանի անգամ սատկած տենց գտել ենք եւ աղստամոքսային տրակտը բացել նայել ենք, նրանց մեջ բավականին մեծ քանակությամբ ճիճուներ կան։ Ճիճու ասելով տարբեր մակաբույծ ворթեր։ Իրենց վրա մեծ քանակությամբ կարողանում ենք գտնել տարբեր ճանճեր, անթև ճանճեր, տզեր, լվեր, դրանք բոլորը սնվում են չղջիկների արյունով։ Ու դրանք հենց մեղավորն են, որ կարող են փոխանցել մեկ ուրիշ կենա, որտեղ այդ տզերը չղջիկների վրա են, այսօր հետո կարող են գնալ մեկ ուրիշ տեղ։ Այս վերջերքս ասելով 23 թվականին մենք չղջիկների վրա հայտնաբերեցինք Cimex lactularis փայտոճիլը, որը որ մարդու անկողնու փայտոճիլ է կոչվում։ Քարանձավում դրանից գտանք ու ստացվում է, որ նրանք չղջիկների վրայից խմում են արյունը, չէ՞, վերցնում են այդ ամեն ինչը իրենց մեջ,
Հետո մենք գիտնականներս կամ տուրիստներս գալիս ենք մտնում ենք այդ քարանձավը, կպնում ենք պատերին, որտեղ որ իրանք տեղակայված են, ու այդ փայտոջիլները հավաքվում են մեզ վրա։ Կարա լինի, իհարկե կարող է լինել։ Ու հետո գալիս ենք տուն։ Վարակում եք տնեցիներին։ Այո, այսինքն այն որ անընդհատ այդ շրջապտույտը կա, եթե մենք վայրի բնություն ենք գնում, հա, բնության մեջ գործունեություն ենք ծավալում, ապա պետք է պատրաստ լինենք, որ մեզ վրա էլ կարա տիզ լինի, տարբեր փայտոջիլներ, լվեր կարող են տեղափոխվել։ Միանշանակ, այո, դա հնարավոր է, բայց մենք նաև հանդիսանում ենք օղակ տարածելու, այստեղ այնտեղ տանելու եւ ձևափոխելու այդ մուտացիաները եւս մենք մեղավոր ենք։ Մի քանի տարի առաջ լսած կլինեք հայտնի էր չղջիկի սպիտակ քթի սինդրոմը, white nose syndrome։ Դա նայեք, առաջին անգամ հայտ եկավ եւ մեծ խոսակցություններ եղան Ամերիկայում գտան որևէ քարանձավ մի հատ, որտեղ որ չղջիկները ամբողջությամբ սպանդի ենթարկվեցին, սատկում էին։ Բայց երբ որ ուսումնասիրեցին, տեսան, որ իրանց մոտ քիթիկները մեծ քանակությամբ, այո, ու իրանց քիթիկը կամ թևերի վրա կար սունկ, հենց այդ սունկը ուտում էր թևերը ու խանգարում էր, որ նրանք կարողանային թռչեն, վնաս էր հանդիսանում։ Դա white nose syndrome-ն է, իր քթիկի շուրջն էլ կա, սպիտակ այդ սունկը տեղակայվում էր։ Սկսեցին ուսումնասիրել այդ սունկը էլ որտեղ կարող է լինել։ Եվ արդյունքում ինչ գտնվեց, որ այդ սունկը իրականում եկել է Եվրոպայից։ Եվրոպացի մի շարք տուրիստներ եւ գիտնականներ եվրոպացիները գնացել են Ամերիկա, մտել են այո, գնացել են Ամերիկա, մտել են քարանձավներ, իրենց հագուստի հետ տանելով այդ սնկերի սպորները։ Սնկերը այնտեղ տեղակայվել են, եղել է շատ բարենպաստ միջավայր, խոնավ, տաք, ինչու ոչ, տեղակայվել են, բավականին լավ տեղակայվել են ու չղջիկներին սկսել են վնասել։ Երբ որ Եվրոպայում սկսեցին ուսումնասիրել այդ սնկի առկայությունը, տեսան, որ հետքեր սնկի կա որոշակի եվրոպական տեսակների մոտ, բայց չղջիկները դրանցով չեն հիվանդանում։ Հայաստանում ես էլ մի երկու տեղ նայեցի, գտա հետքերը, այսինքն այդ սունկը եղել է որոշակի տեղերում, բայց իրանք հիվանդ չեն։ Այսինքն կամ տարածքը շատ չոր է ու իրանք չեն կարողանում զարգանալ, այդ մի վարկածը։ Այո, դա հնարավոր է։ Կամ իրենց իմունիտետը ինչ որ մի ձև կարողանում է պայքարել իդեմ այդ սնկերի։ Այ դա հələ մենք փորփրում ենք հասկանանք վերջը ինչն էր պատճառը։ Բայց շատ հետաքրքիր է, որ Եվրոպայից գնաց Ամերիկա ավիրեց այդ սունկը այնտեղ, բայց մերոնց եվրոպականների դեռ կարծես թե հանգիստ են նման սպանդ, հա, այդքան մեծ մահեր չենք հայտնաբերել։ Դե մյուս հիվանդություններն էլ դե ասեցի, մակաբույծները կան, սնկերը կան, այսինքն այն ամենը ինչ որ բնորոշ է կաթնասուններին, հա, ստանդարտ կա, բայց մեր նման հարբուխ բան չեն ունենում։ Շատ մաքրասեր են չղջիկները։ Հա։ Նույնիսկ մի աղբյուրում կարդացել եմ, որ երբ ինչ որ առանձնյակ է հայտնվում գաղութի մեջ, որը մաքրամարմին չէ, նրան դուրս են անում այդ գաղութից։ Իրենք շատ ընկերասեր են, ընկերասեր ասելով իրար հետ շատ մեծ պատժկաներ են անում, իրար սոցիալական շատ, հա, նույնիսկ եթե ասենք ձագուկին պետք է կերակրել ու մայրիկը չի վերադառնում, ինչ-ինչ պատճառներով, նրանք կարող են կիսվել կաթով, նույնիսկ վամպիրները արյունով, ասենք կարողանան մեկը մյուսին կերակրել, դա կարողանում են անել։ Եթե տարածքում հայտնվում է մի չղջիկ, որը իրանց գաղութից չէ, ապա հա սկզբից բավականին լուրջ պայքար է գնում, այսինքն նրանք չեն ընդունում միանգամից։ Պետք է հասկանան արդյոք նա կարող է ինտեգրվել թե ոչ։ Ну ոնց որ մեր մարդկային կյանքում, հա, սկզբից մի հատ փորձարկում են, հասկանան արդյոք նա իրենց նման նիստուկած կարող է ունենալ ու ինտեգրվել իրենց պայմաններով։ Կենցաղային մշակույթի։ Այո, եթե այո, նոր թույլ են տալիս։ Այն միևնույնն է, նույնիսկ երբ որ թույլ են տալի, նա գաղութի մեջտեղ չի գալիս, ինքը գաղութի եզրային հատվածներում է մնում, հետո կամած թույլ կտան, որ ներս մտնի։ Ներսում հիմնականում լինում են այն կարևոր առանձնյակներ, ովքեր որ խղի են, կարևոր են, էգեր են, որոնք որ սերունդ պետքա տան կամ կարիք ունեն որոշակի խնամքի, հա, ներսում նրանց են պահում։
ու տենց տաքացնելով իրանք մնում են։ Ասում եմ, յուրօրինակ են, շատ յուրօրինակ են։ Բայց մաքրասեր են։ Հա, դե մաքրասեր իրենք նայեք, մաքրասեր ասելով ինչ նկատի ունեք, Իրենք իրենց նկատմամբ խնամք միանշանակ, իրանք իրենց բուրդը, որ ունեն, հա, մազածա, հա, որտեվ դե մազածածկույթ, սենց ասեմ, որտեվ կամ որ բրթոտ են, բավականին խիտ մազածածկույթ ունեն, կամ որ երկար մազիկներ ունեն, սենց երկար շատ գեղեցիկ, հա, սև ու սպիտակի համադրությամբ, կա որ շեկ ու մոխրագույնի համադրությամբ շատ հետաքրքիր գունավորումներ ունեն նրանք։ Հա, իրանց կա որ կարճամազ են, կա որ երկարամազ են ու հա իրար հետ իրանք մեկը մյուսին փորձում են մաքրել, դասավորել, բայց բուրդը երբեմն որ խիտ է լինում, ներսում կան մեծ քանակությամբ մակաբույծներ, որոնք սրա վրայից անցնում են մյուսի վրա, գնալով են մյուսից, օգտվելով են մյուսից, այսինքն այդ կա ու կա մակաբույծներից իրանք չեն կարողանում ազատվել։ Բայց մեկը մյուսի նկատմամբ խնամք անել, մաքրել, լիզելով, հա, ոնց որ ընդունված է մյուս կատնասունների մոտ, հա, նրանք անում են միանշանակ, պարտադիր, ասենք իրենց նախաբազուկներով, քանի որ իրենց ձեռքերը ծալված են, հա, բացելիս իրանք գեղեցիկ են, բայց ծալված վիճակում, այս վիճակում են, իրանք կարող են մաքրել, եթե ինչ-որ մի բան են չի, փորձում են կազմակերպել, բայց մեկը մյուսին եւս օգնում է։ Եթե դա է մաքրասիրությունը, հա, մաքրասեր են, բայց որ իրանց վրա կան մեծ քանակության այդ մակաբույծները, որոնք էկտոմակաբույծները, որոնք որ իրենք չեն կարողանում ազատվել, դա բավականին բարդ է։ Ինչու եմ ասում, որովհետև մենք եղել է վերցրել ենք չղջիկին, ամբողջությամբ եղել է պարազիտներով պատված, մաքրել ենք ամբողջությամբ ու բաց ենք թողել։ Դա իրանց նորմալ կենսակերպն է, ես ուղղակի ուզեցել եմ մաքրեմ ինչ-որ ձևի օգնեմ։ Նու մաքրում եմ, որովհետև այդ տզերը եւ լվերը ես կարող եմ դրանք տանելու հետազոտման, որովհետև մեջը համ իրանց արյունն է, համ տզերի արյունն է, համ չղջիկի արյունն է, որը որ մի քանի տեղից է, այսինքն մի հատ տիզ ես վերցնում, բայց մի ամբողջ ինֆորմացիա մեջը կա։ Դրանք ու մարած բակտերիաները, վիրուսները, որոնք որ իրանք ստեղից ընդեղից հավաքել են։ Այսինքն դա բավականին հետաքրքիր է ունենալ մի նմուշով մի քանի ինֆորմացիա, որը որ կարող ես հետո վերցանել։ Ու կարծում եմ, ինչ որ չափով էլ օգուտ եմ տալի չղջիկին, զուտ մաքրելով նրանց։ Բայց եղել է, որ նշագրել ենք այդ չղջիկին, օղակով կամ ինչ որ մի հետաքրքիր ձևով, հա, ոտիկին ինչ որ բան ենք թելի կտոր ենք կապել, հաջորդ օր եկել ենք այդ նույն չղջիկին փորձել ենք վերցնել, էլի ոտից գլուխ այդ քանի որ գաղութով են, դե ազատ տեղա չէ, մաքրվել է։ Բոլոր մակաբույծները նորից գալիս լսում են։ Այնքան տխուր ենք, որ հազիվ մաքրել, սիրունացրել ենք, բայց միևնույն է մակաբույծները գալիս են։ Բայց ես երբեք չեմ տեսել իրենց կեղտոտ բուրդ, ցեխոտ բուրդ, չգիտեմ, շիրա կամ որևէ, ասենք, ինչ որ մի ձևի աղտոտված, կեղտոտված որևէ նման բան իրանց մոտ ես չեմ տեսել։ Միշտ իդեալական գեղեցիկ են։ Իրանք կարողանում են ջուր մտնել, ջրի մոտ լինել, այդ պահերը կարողանում են։ Լողանալ ասել, որպես այդպեսին սուտ կլինի, որովհետև եթե շատ թրջվեց, դժվար կլինի, ծանրանումը չի կարող բան։ Բայց որ ջրից օգտվում են, դե իրանք սովորական ջուր են խմում, ոնց որ եւ մենք։ Ծանծաղուտ հատվածներում ջրի, իրանք թռիչքով գալիս են, մի կաթիլ ջուր վերցնում ու թռնում են։ Այդտենց բռնում է նաեւ գորտերին եւ ձկներին։ Վարքյանի ընթացքում։ Դե բռնեց բարձա թողում, բռնում է ձկանը, բացա թողում վերև, հետո իր ոտիկների արանքով ինքը ունի մեմբրան, որը որ ամբողջ պոչի հատվածով է։ Հետո այդ մեմբրանով այսպես գրկում է ձուկիկին ու տանում, երբ որ գնում հասնում է ինչ-որ միտեղ, ինքը բերանով վերցնում է ու արդեն ճաշակում։ Հետաքրքիր է։ Թևերը մաշկ են։ Ամբողջությամբ մաշկ է։ Ինքը սովորական մաշկ է, արևիտակ ինքը հեշտ կարող է չորանալ ու արդեն խնդրեմ լինել իր թռիչքի համար։ Դրա համար ցերեկային ժամերին չեն սիրում դուրս գալ։ Այսինքն միայն տեսողությունը չի։ Միանշանակ դա թևերն էլ պետք է երկար ժամանակ մնալու այդ շոքին, հա, հատկապես ինքը խնդրեմի առաջ կանգնի։ Բարակ մաշկ է, բավականին առանցգական, որը ամբողջությամբ նայեք, ես մատերս որ բացեմ, իմ յուրաքանչյուր մատի արանքը այտենց մեմբրան անցկացնեմ, որը գա միանա իմ ոտիկի հետ։ Այսինքն ամբողջությամբ ու ոտիկ, պոչիկ իրար հետ բոլորը միասին ամբողջությամբ լինի այդ մեմբրանը, որը որ մակերես է ստեղծում, որ կարողանա թափահարել։
որովհետև այդ թափահարումը մատերով, ամբողջ մատերը բացված են, թափահարելով օդի հոսանքներ է կարողանում ստեղծել, որ կարողանա մարմինը բարձրացնել։ Ինչ կլինի, եթե պատրվեն մեմբրանները։ Նայեք, մեմբրանները կախված է թե ինչ պատրվածք է։ Միանշանակ պատրվում են, կռիվներ են տալիս, ճյուղերին են երբեմն պատահական ընկնում, չէ՞ որ անտառով կարող են թռչել։ Մենք գիտնականներս երբեմն վերցնում ենք մի փոքր կտոր մեմբրանից DNT նմուշ ենք վերցնում, բայց կախված է թե ինչ միլիմետրի ու ինչ չափերի է այդ պատրվածքը։ Մեմբրանը վերականգնելը ոնց որ մեր մաշկը, հա, ոնց են մենք վերք ենք ունենում, ինքը որոշակի ժամանակ հետո հավաքվում ու փակվում է։ Նույն ձևով իրենց մաշկն է, ինքը վերականգնելու հնարավորություն ունի ու կարող է 1-2 շաբաթվա ընթացքում գալ փակվել։ Բայց եթե դա խելքին մոտիկ պատրվածք է, եթե շատ մեծ է, նախ դա խանգարելու է իր թռիչքին, այսինքն ինքը չի սնվի, համապատասխանաբար էներգիա չի ունենա վերականգնման, եթե կօգնեն ընկերները, հա, շատ լավ կստացվի, բայց հիմնականում դա պետք է լինի փոքր չափերի, մի քանի միլիմետր, հա, մինչև 1 սանտիմետր, 1 սանտիմետրը արդեն իսկ մեծ է նրանց համար, բայց մինչև 1 սանտիմետրը նորմալ է, իրանք կարողանում են արագ վերականգնել։ Պատրվածքը կարող է մահվան պատճառ դառնալ։ Հա, միանշանակ։ Եթե այնպիսի հատվածում է, որը որ թույլ չի տալիս թռիչք կատարել, չէ՞ որ իրանց այդ մաշկի վրա, որ ուշադիրն ենք, արյունատար անոթներ են գնում։ Ճիշտ է, ջղավորում կա, բայց միևնույն ժամանակ իրանց արյունատար անոթներն են։ Բազկի զարկերակն ու երակը անցնում են, բայց ներքևը փոքրիկ անոթներ կան, որոնք որ լրիվ անցնում են։ То есть կարա լինի այնպիսի պատրվածք, որը բերի արյունահոսության, դա արդեն իսկ կբերի մահվան, մեծ լինի, որը որ թռիչքի հնարավորություն չկարողանա ունենալ, համապատասխան սովամահ, ցավամահ, հա, ցավային շոկ կարող է լինել, պլյուս արյունահոսություն, այսինքն այդ բոլորի համադրությունը միանշանակ կբերի մահվան։ Այսինքն վնասվածքներ լինում են։ Դա ոնց որ բոլորիս մոտ, հա, դա ցավ զգում են։ Հա, այդ միանշանակ։ պատրվածքների ժամանակ։ Այո, ինչի դա կարող եմ ասել, երբ որ մենք բռնում ենք չղջիկներին, հետազոտություններ կատարելիս, դե ես վաղուց եմ սկսել, երբ որ ուսանողուհի էի, երբեմն շատ պինդ էի բռնում։ Դե վախից, չէ, երբեմն մարդ ես, չէ, վախից երբ որ բռնում էի, զգում եմ, որ անհարմար է այդ խեղճ կենդանին անընդհատ շարժվում է, ինչ որ փորձում է ինձանից ազատվի։ Երբ որ նուրբ ես բռնում իրան, ինքը հանգիստ խելոք նստում է ու նայում է, ինչ է կատարվում ինձ հետ։ Իսկապես այդ բռնելը պետք է ճիշտ բռնել։ Հետո եղել է, որ արյուն ենք վերցրել, որպեսզի կարողանանք երակ ենք մտնել, ոնց որ ստանդարտ մարդկանց երակը մտնում ես, վերցնում ես։ Բարակ են, բայց հնարավոր է։ Զգում ենք, որ իրան տհաճ է, ինքը մի տեսակ ուրիշ տիպի շարժումներ անում։ Դրա համար երակ մտնելուց հետո հատուկ դեղամիջոցներ ունենք, որը որ մարդու համար էլ օգտագործում, որ արյունը արագ կանգնի, ու միշտ իրան գլյուկոզ ենք տալիս, որպեսզի վերականգնվի հեշտ։ Դե գլյուկոզը էներգիա է մեծ քանակությամբ, ու մեծ սիրով ջուր ու գլյուկոզ հանգիստ խմում են ու հետո բաց ենք թողում։ Բայց այդ ամեն ինչը մինչև անում ես, զգում ես, որ ոչ միայն բռնելն է այդքան էլ իրան տհաճ է, դե ինձ էլ բռնեն, ինձ էլ տհաճ կլինի, բայց այդ երակ մտնելուց զգում ես, որ տհաճ է, դες այդ ցավը իրանք զգում են, վարքից, շարժուձևից, նույնիսկ դեմքի արտահայտությունից կարելի ասել, որովհետև միմիկաների երևում, լրիվ երևում է, ասենք տեսնում ես, էլի աչիկները, լեզուն ոնց հանում, լինում է, որ ժպտում են, sense բերանիկը հավես բացում է, բայց այդ ամեն ինչը լրիվ կարող ես տեսնել։ վախենում են։ Հա, իհարկե։ Մրսում են։ Հա, միանշանակ եղել է, որ եղել են չղջիկներ, որ քարանձովում գտել ենք լրիվ սառույցով պատված, ամբողջությամբ լրիվ պատված, բայց живой։ Այսինքն եթե սառույցը հալվի, ինքը կկենդանանա։ Այո, իրենք իրենց ջերմաստիճանը կարողանում են իջացնել մինչև 4 աստիճան, լրիվ դանդաղեցնում են ամբողջությամբ բոլոր գործընթացները, քնում են լրիվ։ Երբ որ գնաք չղջիկին փորձեք ձեռ տալ, ինքը սառույցի կտոր է, լրիվ սառույց է, սառը։ Երբ որ մի 10 րոպե պահում ես քո ձեռքում, ինքը տաքանում է, ամբողջությամբ արտանում է ու վերակենում։ Որքան է նորմալ ջերմաստիճանը։ Իրանց մոտ մինչև 42 աստիճան հասնում է։ Այսինքն մինչև 4 կարողանում են իջեցնել 42։ Մինչև 42 կարող է։ Իրանց մոտ սպիտակուցները այնպեսին են, որ իրանք հանգիստ 42 աստիճան ունենում են։ Ֆանտաստիկ ելույթներ են։ Լրիվ, ես լիարժեք համամիտ եմ, դրա այնքան միստիկա է իրանց մեջ, որ
կատնասուն են կարծես թե։ Հա, նույնիսկ ասեմ, արգանդի կառուցվածքով շատ նման են մարդուն ու պրիմատներին։ Եկեք բազմացումից խոսենք, որովհետև ամենահետաքրքիրն է։ շատ ի տարբերություն վագրերի, գայլերի, արջերի, նրանք արտասովոր երևույթներ են, հա, արտասովոր կերպով են բազմանում, ինչպես կենգուրուները, ծովաձիուկները եւ այլն։ Այո, յուրահատուկ բազմացում ունեն։ Ինչպես արդեն ասացի, այո, իրանց արգանդի կառուցվածքը շատ նման է, ընկերքավոր են, իրանք էլ են ընկերք ունենում են ու իրանք շատ նման են պրիմատներին ու մարդուն։ Բայց իրենց հղիությունը տևում է 2-2.5 ամիս, նայած տեսակ, այդ միկրոձեռքաթվորների մասին։ Այո, ունենում են 1 կամ 2 ձակ, բայց ամեն ինչ սկսվում է հոկտեմբեր ամսին։ Հոկտեմբերին, երբ որ այսքան սենց ասեմ, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իրենք միախառնվում են, swarming-ա կոչվում դա անգլերեն, երբ որ բոլոր տարբեր տեսակներ հավաքվում են ու միախառնվում են իրար։ Տարբեր քարանձավներ։ Գաղութ են, նոր գաղութ են։ Ինչ որ խառնվում են, այո, փունջ են, այո, կազմում։ մի կարճ ժամանակահատվածով մինչև ձմեռման գնալը։ Ու այդտեղ երբեմն ստեղծում են զույգեր, զույգավորվում են իրանք, հա, զուգավորվել է կոչվում դա, ստեղծում են զույգեր, հետո առանձնանում գնում են դեպի ձմեռման վայրեր։ Երբեմն արուներին թույլ են տալիս, որ սերմնավորեն էգերին, էգերը թույլ են տալիս։ Ինչա դա նշանակում։ Այսինքն արուն սերմը փոխանցում է էգին, բայց բեղմնավորում չի տեղի ունենում։ Դրա համար եմ ասում սերմնավորում։ Էգը իր սեռական օրգաններում ունի հատուկ փական, որը թույլ չի տալիս, որ սերմը անցնի դեպի ձվաբջիջ։ Ինքը պահում է սերմը այդ կլապանով փակում եւ պահում է սերմը իր իսկ սեռական օրգաններում։ Ինչու՞։ Որովհետև դիմացը ձմեռ է, բոլորը քնելու են։ Եթե հանկարծ այնպիսի ձմեռ եղավ, որ արուները սատկեն, չդիմանան, բա իր կյանքի նպատակը սերունդ տալն է, բա ոնց ինքը պետք է անի։ Դրա համար այդ սերմը ինքը պահում է իր օրգաններում եւ եթե արդեն գարնանը, երբ որ ինքը արթնանում է, ինքը էլ կարիք չկա կարծես թե արու մանգալու, հա, ունի սերմը, փականը բացվում է եւ սպերմատոզոիդները, որոնք քնած էին, շարժվում են դեպի ձվաբջիջ եւ տեղի ունենում բեղմնավորում։ Ուժգնությունը չի կորցնում ակտիվության։ Ոչ, այդ մարդու եւ մնացած կատնասունների նման չի, որ 2 ժամ, 3 ժամ ինչ որ կյանք են ունենում կամ որոշակի ժամանակ հետո սատկում են։ Նրանք պահվում են։ Սննդարար հեղուկը համապատասխանաբար բավական է, որ պահվի։ Բայց դա ունենք։ Բայց եթե հանկարծ գարնանը մոտենում է մի այնպիսի արու, ով ուժեղ է, բավականին ակտիվ է եւ սերունդը կարող է բավականին լավ լինել, այո, ինչու ոչ, նա եւս կարող է վերցնել նրա սերմը։ Այսինքն նախորդ արուի թողած սերմը բաց թողնել, թե դա մնում է, նաեւ գալիս է մեկը մյուսին։ Մրցակցություն։ Հա, լավագույնս կհաղթի։ Ու համապատասխանաբար սերունդը կլինի, եթե կարելի է այդպես ասել, լավագույնը, որովհետև ամենաուժեղ սպերմատոզոիդը, ամենաակտիվ սպերմատոզոիդը, ամենայուրօրինակ գեներ կրողը, հա, կգնա եւ կբեղմնավորի։ Իսկ նման փորձ կա, գուցե Հայաստանում չի արվել, բայց գուցե կլինի աշխարհում նման մի փորձ, որ ծնված երկու ձագերից տարբեր գեներ, այսինքն երկու ձագ է ծնվել, որոնցից յուրաքանչյուրը տարբեր արուներից է։ Հնարավոր է, չենք ստուգել, ճիշտն ասած, բայց հնարավոր է, այո, որովհետև երկու սերմ կարա լինի այդ ընթացքում ու երկու տարբեր ձվաբջիջներ տարբեր սպերմատոզոիդներով բեղմնավորված լինեն։ Միգուցե, բայց չենք ստուգել։ Դա ստուգելու համար պիտի բավականին մանրակրկիտ անալիզ անենք, գենետիկական, ճիշտն ասած չենք արել, որովհետև չեք մտածել երևի։ Համենայն դեպս իմ խումբը չի արել, որ մի քիչ փորփրենք։ Գուցե կա։ Միգուցե արդեն արվել են։ Գիտեմ, որ սպերմատոզոիդները շատ տարբեր են ու նման հետազոտություններ մեր շվեյցարացի գործընկերը իրականացրել է տարբեր տեսակների սպերմատոզոիդների ակտիվության եւ նրանց ձևաբանությունը ուսումնասիրել է։ Շատ հետաքրքիր աշխատանք է կատարվել։ Մեր Հայաստանի չղջիկների սպերմատոզոիդները եւս հավաքվել են։
ու շատ յուրօրինակ ձևաբանություն ունեին, հետաքրքիր էր, տարբերվում էր եվրոպականից, նույն տեսակը տարբեր տեղերում ինչ որ չափով տարբերվում։ Իր ձևաբանությամբ ձևով, չէ որ մենք լեռնային ենք, նրան մի քիչ ուրիշ ձևի են, ասենք ամեն մեկի մոտ կախված պայմաններից որոշակի փոփոխություններ են կնում ձևաբանական։ Տեսքը, երկարությունը, ակտիվությունը, այդ ամեն ինչը լրիվ տարբերվում էր։ Շատ հետաքրքիր աշխատանք էր իրականացրել, բայց գենետիկայի մեջ որպեսի ուղղակի երկու սերունդը միանգամից մենք ճուտիկներին վախենում ենք ձագուկներին ձեռք տալ, պոկել մամայից, որովհետև բավականին ծանր է, էլի մոր եւ ձագուկի համար, դրա համար ԴՆԹ նմուշներ ես համենայն դեպս ճուտիկներից չեմ վերցրել, բայց լավ իդեա է, մի հատ կհետաքրքրեմ, արդյոք աշխարհում նման հետազոտություն արել են թե ոչ, եթե արել են, ապա կտեսնենք ինչ գենետիկական նյութ են օգտագործել, այսինքն ինչ գենի միջոցով են կարողացել ստուգել, միանշանակ կարող ենք այստեղ եւս հետաքրքիր է կփորձենք, բայց չեմ կարծում հարած չլինեն, ուղղակի մենք այդ ուղղությամբ չենք դածել, հա։ Ես հասկացա, որ նրանք շատ լավ ծնողներ են։ Ծնող ինչու ծնող շեշտեմ, նայեք, երբ որ բեղմնավորումը տեղի է ունենում, էգերը առանձնանում են արուներից։ Արուները լրիվ առանձին գնում են դեպի մեկ այլ տեղ, էգերը ստեղծում են մայրական գաղութներ, մամաներով, նույնիսկ այն էգերը, ովքեր որ չեն բեղմնավորվել, ովքեր որ անցած տարվա սերունդն են, դեռ սեռահասուն չեն, դրանք օգնական ձեռքեր են։ Բոլորը միասին առանձնանում են, գնում են իրենց ընտրած տեղը, ամեն տարի իրանք ունեն որոշակի տարածք, որտեղ գնում են։ Փոխում են տեղը։ Ավելի մոտ, ասենք, իրանք ամեն տարի գնում են այս քարանձավը։ Եթե այս քարանձավը որևէ ինչ որ բան փոփոխվել է ու իրանց դուր չի գալիս, իրենք կարող է կողքի քարանձավը գնալ, բայց տարածքային առումով նույն տեղն են գնում։ Հասկացա։ Եվ ստեղծում են մայրական գաղութներ։ Այսինքն էգերով բոլորը միասին առանձնանում են։ Ծննդաբերում են 2 ամիս անց ու ձագուկներին ստեղծում են մսուրներ, որոնք նորածիններ են, ստեղծում են հատվածներ, որտեղ մամաները դեռ ձագուկների, որտեղ ձագուկը կպած է մամային։ Դե այդ կաթիկա ուտում ու դեռ կպած է, կարճացա մամայից։ Մամայի հետ թռնում է, մամայի հետ է գալի։ Երբ որ մայրը վրան է կրում թռնում։ Այո, իր վրա։ Երբ որ 2 հատ են, պատկերացնում եք 2 հատ պուջուրի գրկած պիտի թռնի, դա բավականին ծանր է իր համար։ Բայց պիտի գնա հաց ուտի, որովհետև եթե չսնվի, կաթ չի ունենա։ Այդ ընթացքում մամաները նիհարում են ահա որ մեծ քանակությամբ քաշ են կորցնում, շատ են բավականին նիհարիկ անհատներ են դառնում, բայց երբ որ արդեն որոշակի քաշի է գալիս ճուտիկը, երբ որ մազը պատվում է, աչքերը բացվում են, արդեն տալիս են ոնց որ մանկապարտեզ։ Այնտեղ կան այդ օգնող ձեռքերը, մյուս էգերը օգնում են, որ մանկապարտեզները ձևավորվեն։ Այնտեղ կան նորածինների փոքրիկ մսուրներ, կա որ արդեն մի քիչ ավելի մեծ, մի քանի շաբաթվա տարբերությամբ տարբեր խմբեր են ստեղծում, ու այդ խմբերում նրանք օգնում են, մամաներն էլ գնում են որսի, ուտում են ու գալիս են արդեն կերակրելու։ Ու կարող են կերակրել գրեթե բոլորին, եթե ունի այդ հնար, սկզբից իր ձագին, հետո եթե մյուսներն էլ են ուզում ու մաման դեռ չի եկել, կարող են կերակրել։ Ու նման կերպով մինչև իրենց առաջի թռիչքը, որը տեղի ունենում հուլիսի վերջ, օգոստոս։ Քանի ամս է կանում։ 2 ամս է կանում, 2-ի վերջում, հա, իրենք արդեն առաջին թռիչքներն են փորձում կատարել մամայի հետ միասին։ Որոշ արուներ կարող են գալ օգնել, անհատներ, բայց արու չեն թողում, որ մոտենա, որտեվ այդ գործը մամաների գործն է։ Մայրը ոնց է գտնում ձագերին, տեսքով, հոտով։ Այսինքն հոտառությունից են լավ։ Հա, բավականին լուրջ հոտառություն ունեն, հետո հա, ձայներով, բանով իրար հետ կոմունիկացիայի մեջ են մտնում, բայց հոտով, հիմնականում ձագը հոտով, մորը ճանաչում են։ Էլի նույն կաթի հոտն է, բայց յուրահատուկ հոտեր ունեն, որոնք որ իրանք ճանաչում են։ Չբեր չղջիկներ լինում են, թե չեք հանդիպել։ Չէ, լինում են, որ որոշակի արատներ են լինում, որոշակի խնդիրներ են լինում, որ չի ծննդաբերում այդ տարի կամ ինչ-ինչ պատճառներով, հա, Կամ ընդհանրապես, հա։ Այդ ընդհանրապեսը չեմ կարող ասել, որովհետև դե նույն չղջիկին ամեն տարի չեմ կարող հանդիպել, դա անհնար է, բայց հա հնարավոր է, որ ինքը ընդհանրապես չծննդաբերի։ Իրենք դրանք դայակներն են, ովքեր որ օգնում են ձագուկների մեծացնել։ Սոցիալի կողմից։ Ոչ, իրանք դայակներ են, իրանք մանկապարտեզի աշխատակիցներ են, ովքեր որ օգնող ձեռքերն են իրենց ձագերը մեծացնելու միանշանակ, բայց կան նաև
մամաներ, որ ամեն տարի ունենում են։ Դա նորմալ երևույթ է, իսկ նոր երիտասարդներին էլ փորձում են առաջի տարին զերծ պահեն, նոր երկրորդ տարին թույլ տան, որ հղիանան, որ մի քիչ փորձ ձեռք բերեն նոր։ Զույգեր չեն ձևավորվում։ Կան տեսակներ, որ ձևավորում են, կան տեսակներ, որ ոչ։ Կան տեսակներ, որոնք մեծ գաղութային տեսակները, նրանց համար տենց որպես այդպիսին զույգեր չկան, կարևորը ուժեղ լինի ու ընդունակ լինի, սպերմատոզոիդն էլ լավը լինի, այսինքն ընտրում են ըստ իրենց վարքագծի։ Բայց կան տեսակներ, որ ու նես չէ էլի, որ եկը ամեն մեկին թույլ է տալիս, ոչ, նա ընտրում է, միշտ էլ եկը թույլ պետք է տա, նույնիսկ չղջիկների պարագայում։ Ու կան տեսակներ, ովքեր որ իսկապես զույգեր են կազմում ինչ որ պերիոդի համար, ոչ թե ամբողջ կյանք, ոնց որ արագիլները կամ մյուս կատնասունները, չէ, իրանք այդ հատվածի համար զույգ են կազմում ու իրար հետ են լինում։ Նույնիսկ այդ սեռական վարքագիծ են ասում, հատուկ կամերաներով նկարել են, թե ոնց է արուն գնում, գալիս, համոզում, փորձում կարծես փոքրիկ համբույրներ տալով, համոզում, որ գրկելով, շոյելով, համբույրներ տալով, որպեսզի եկը թույլ տա։ Հետաքրքիր է։ Այդ հատուկ տիպլավիզորներ կան, այսինքն ջերմային կամերաներ կան, որը որ նկարում ենք ու տեսնում ենք, ասենք արուն ոնց է մոտենում, ինչպիսի վարքագծային առանձնահատկություններ, ինչպիսի սեռային վարքագիծ է ձևավորում, որպեսզի կարողանա շահի եկի սիրտը, դա պարտադիր է։ Մենք սենց ասում ենք կենթանի են էլի, բայց իրականում երբ որ խոսում ենք ու սկսում ենք խորանալ իրանց յուրաքանչյուր վարքագծի մեջ, տեսնում ենք, որ մարդուց որևէ չգիտեմ, ես ինչ մեծ տարբերություններ չկան, էլի։ Հենց դա ինձ վրա ազդել, որ ես սկսեցի միշտ շուտել 13 տարի առաջ։ Ես ձեզ հետ լիարժեք հասկանում եմ ու համամիտ եմ, մի շարք ընկերներ ունեմ, ովքեր որ միշտ չեն ուտում ու իրան կենթանիների պարագայում իրենք ազդում են հոգեբանորեն եւ սկսում ես գիտակցել, որ դու նույն զգացողություններն ես ապրում, ինչ կենթանին, ֆիզիոլոգիական նույն փուլերն ես անցնում։ Ամեն ինչ կա։ Միակ ես զուտ ինձ համար եմ ասում, միակ այդ տարբերությունը, կամ այդ հոգեբանորեն հասկանալ, որ նրանք աճեցված են։ Վայրի պարագայում վայրին լրիվ ուրիշ նշանակություն ունի, դու քեզ պետք է բացատրես ու հասկանաս, ես ինձ համար եմ, իմ որպես հոգուս փոփանք, որպես այդպիսին, որ նրանք աճեցված են հենց այդ նպատակով եւ վերջ, բայց իրականում կապ չունի այդ նպատակը որն է եղել, ամեն ինչ զգում են։ Ու դրա համար, երբ որ ասենք նույն իմ ամուսինը, ով կենթանաբան է եւս, մեզ հետ իմ հետ համատեղ աշխատում է, մենք ունենք հատուկ ենթափորձային կենթանիների համար նախատեսված վիվարիում, որտեղ այդ կենթանիները պահվում են, կենսաբանական փորձեր են կատարվում, նա փորձում է այդ կենթանիների հետ շատ չընտելանալ, այսինքն նույնիսկ հնարավորինս հեռու մնալ, որովհետև այդ ենթափորձային կենթանիները շատերը սատկում են, շատերը ինչ-ինչ պատճառներով չեն ապրում, չենք կարող ասել, 1000 մի փորձարկումներ են իրականացվում։ Ինքը ասում է դրանք ենթափորձային են, այսինքն դրանք աճեցվել են կոնկրետ այդ նպատակի համար, բայց իրականում բոլորս էլ ցավ ենք ապրում։ Նույն ես իմ չղջիկների համար, ես իրանց միսը չեմ ուտում, բայց երբ որ վերցնում եմ ու հանկարծակի հետո հայտնաբերում եմ, որ նրանցից որևէ մեկը սատկել է, ինձ համար բավականին ցավ է, որտեվ դա քո մի մասն է հանդիսանում։ Նույն ձևի կարող եմ ասել շների կատների համար, ես տանը չեմ պահում, զուտ մենակ մի պատճառով, ես ահավոր շատ եմ սիրում չընտելանալու համար։ Այո, որովհետև նրանց կյանքը 10-12 տարի է, լավագույն դեպքում 16, իսկ դու ապրելու ես մի քիչ ավելի շատ ու հրաժեշտ տալ, դա ինձ համար բավականին ծանր կնստի ու մենակ այդ պատճառով ես որևէ կենթանու չեմ թույլ տալիս, որ տանը պահենք։ Դա ծանր է։ Որտեվ քո տան անդամն է դառնում։ Չես կարող իրեն ասել։ Դու գնա եւ վերջ։ Վերադառնալով չղջիկների կենսաբանական
կառուցվածքին, ամենափոքր եւ ամենամեծ տեսակները կառուցվածքային տարբերություն շատ ունեն, թե ուղակի չափերով են տարբերվում։ Դե նայեք, ամենամեծը դա թռչող աղվեսներն են, բավականին մեծ են, որ մինչև 2 մետր կարան բացվածքն էլ կարող է թևերի մինչև 2 մետր ու կարող է ունենալ։ Ամենափոքրը դրանք միկրո ձեռքաթևավորներն են։ Միանշանակ կառուցվածքային տարբերություն կա, որտեղ նրանք արևադարձային մեգա ձեռքաթևավորներն են, որոնք որ սնվում են լրիվ ուրիշ կերպ, լրիվ ուրիշ տեսողական եւ ֆոտոռական զգացողությունները լրիվ այլ կերպ են զարգացած։ Ամենափոքրը դա այն տերևի մեջ ապրող փոքրիկ տերևների մեջ, հա, ապրող փոքրիկ չղջիկներն են, որոնք որ Որքան են փոքր։ Նրանք մի քանի գրամ են, մինչև մի 5-6 գրամ հազիվ լինեն, Իսկ չափով։ Այ շատ փոքր են, չեմ կա։ Եղունգի չափ։ Չէ, եղունգը շատ փոքր ենք ասում, եւ մեր մի ֆալանգից մի քիչ մեծ։ Հասկացա։ Հա, բայց դրանք բավական ու էլի մեզ մոտ չի հանդիպում, բայց շատ փոքր են իսկապես։ Ու լիարժեք տարբերվում են, էլի նույն զգայարանների զարգացվածության աստիճանով իրենց դրանք միկրոձեռքաթևավորներ են, ուլտրաձայների միջոցով են շփվում, դա արդեն իսկ բավականին լուրջ տարբերություն է տալիս, այնպես որ իրանք համեմատելու չեն։ Երբ փորձում էի հասկանալ, դուք ասացիք թռչող աղվեսներ, ռուսներն ասում են լիտուչիե մыши, թռչող մկներ, իմիջիալոց իսպաներենում կոչվում են մուրսիելագո, կուր մկներ, այո։ հետաքրքիր է իտալերենում պիպիստրելլե, այո։ վեսպրելատիներեն բառից 3, այո, վեսպերտիլիո, պիպիստրելլո, այո։ Բայց տարբեր լեզուներում նույնպես օրինակ անգլերենում բլատա էլի լատիներեն բառից թռչող գիշերային արարած կամ միջատեն նույնիսկ Հա, նետոպեժը դա լեհերեն է գալիս, նետոպերեք տարբեր բոլոր լեզուներով ես էլ եմ շատ հետաքրքրվել եմ, թե ինչպես կարելի ասել թռչող մկներ են։ Հիմնականում մկների հետ են Դա միացնում։ մկներ են, որտեվ իրենց մռութիկը, հա, մանավանդ հարթակտերի այդ Vespertilionidae կոչվող հարթակտերի մոտ, մռութիկը լրիվ մուկիկի է նման, բայց կարծես թե հա մուկիկ լինի, ուղղակի թևեր կպցրած լինեն։ Բայց իրականում մկների հետ տենց Կենսաբանական կապ չունեն։ Չէ, որևէ կապը դե շատ հնուց եկած, երկուսն էլ կատնասուն են, հա, ուղիղ կապեր չկա։ Հա, հետաքրքիր է։ Իսկ այդ որ ասում ենք թռչող շներ ու թռչող աղվեսներ, ուղղակի իրենք էլ իրանց մռութիկով, Արտաքինով են։ հա, զուտ մռութիկը աղվեսից մի քիչ ավելի սուրուլիկ է, ինչպես աղվեսինը, որի պատճառով ասում են կամ թռչող շների նման այնց լավ թուշիկներ ունի ու տենց շատ հավեսով որ բանանը ուտում են, իրանք այդ թուշիկները sense կլորացած բան, ոնց որ իսկապես շունի կլինի փոքրիկ, բայց զուտ նմանացնելով կամ որ ասում ենք պայտակիտ կամ տերևակիտ, հա, իրանց այդ քիտիկի հատվածում տերևի տեսքով փոքրիկ հավելում կա, որին համար ասում ենք տերևակիտ կամ խողովակակիտ կամ հարթակիտ, այդ բոլոր որոշակի նմանություններից ելնելով, որ կարողանանք տարանջատենք, բայց իրականում իրանք շատ արտաքինով մարմնի կառուցվածքով մկներին են նման։ Հա։ Ամեն դեպքում որոշները ունեն շատ լավ տեսողություն, ցերեկները կարողանում են թռչել, դրանք արևադարձային տեսակներ են, չէ՞ կարծեմ։ Ցերեկները այդքան շատ չեն թռնում, հիմնականում էլի գալիս են մթնշաղային, հա, մթնշաղային ժամանակահատվածում ցերեկները հանգստանում են։ Բայց հիմնականում որոնք քարանձավներում են ապրում, ունեն թույլ տեսողություն։ Այո, այո։ Բայց որոշակի տեսակներ ես կարդացի, որ կարող են նույնիսկ գույններ տեսնել խավարի մեջ։ Հա, միանշանակ թույլ տեսողություն ասելով նկատի ունենք հստակ պատկերը կարող է չտեսնել, բայց տարբեր գույները, մոխրագույնի երանգները, տարբեր գունավոր կախված թե ինչ տեսակ է, հա, նորից եմ նշում, որտեղ բոլորին մի սանրով չի կարելի սանրել, ամեն մեկը մի յուրահատկություն ունի։ Այո, կան տեսակներ, որ մոխրագույնի տարբեր երանգները, ոնց որ բոլոր կատնասունները կարողանում են տարանջատել։ Ուղղակի իրենց մոտ պատկերը, որ քանի որ թռիչքի ժամանակ է, նայեք, թռչունների մոտ իրանք թռիչքի ժամանակ հստակ տեսնում են։ Թռչունների տեսողությունը մանավանդ գիշատիչների մոտ ամենաիդեալական զարգացվածության աստիճանի է հասել, այսինքն նրանց մոտ նրանք կարող են ֆոկուսի մեջ պահել իրենց զոհին մոտենալ։
Չղջիկի պարագայում ինքը այդ ֆոկուսի բերել կամ պահել չի կարող դա անել։ Տեսողությունը այդ աստիճան զարգացած չէ։ Դրա համար ինքը օգտագործում է ուլտրաձայնը, որ կարողանա Հասկացա։ հստակ, չէ՞ որ միջատն էլ է շարժվում, ինքը ուլտրաձայներով կարողանում է հետագիծը գծել ու հասկանալ թե ուր է գնալու, որ կարողանա Այսինքն որս կատարել։ տեսողությունը վատ լինելը իրեն չի խանգարում, կյանքի որակի վրա չի ազդում։ Չէ, ուլտրաձայնը լիարժեք փոխարինում է տեսողությանը։ Նաև կարդացել եմ, որ չղջիկները, եթե դնենք գետնին, չեն կարողանա թռչել, որովհետև թևերը չեն կարողանա բացել։ Միանշանակ այդ նույնն է, ինչ որ մանգաղաթևերը հիմա որ մեզ մոտ Երևանում շատացել են, նրանք ունեն կարճ տոտիկներ ու երկար թևեր։ Ու երբ որ իրանք ընկնում են գետնին, իրանք թևը չի կարողանում այդ Բայց քայլել կարողանում են, սուղալ։ Այո, քայլել կարողանում են, կարող են հանգիստ գնալ, նույն մանգաղաթևին պետքա բարձրացնենք ինչ որ բարձրության վրա, որ իրանք մարմնով նետվեն ու թևերը սկսի աշխատել։ Չղջիկի պարագայում նույնպես ինքը որ ընկնում է գետնին, ինքը սկսում է իր թևերով չորքոտանի կենթանու նման հանգիստ սկսում է բարձրանալ։ Իրանք շատ լավ ճանկեր ունեն, ու այդ ճանկերից բռնվելով բարձրանում։ Եվ որոշակի բարձրության բարձրանալուց հետո ինքը նետվում է, որ նետվեց, թևերը արդեն ազատ են, կարող են շարժվել։ Նույնիսկ ինչ որ բարձրությունից հետո, երբ որ ինքը թևերը բացում է, տարածք ունի թևերը բացելու, հանգիստ արդեն կարող է օդային հոսանքները շարժել ու միանշանակ թռիչք իրականացնել։ Միշտ կախված են։ Միշտ Չեն հոգնում։ Չէ, կառուցվածքը այնպիսին է, ճանկերի կառուցվածքը ու մկանների դիրքը այնպիսին է, որ նայեք, իրանք երբ որ կախված են, ճանկերը ունեն հատուկ sense մկաններ ու ծանրության ուժի տակ մարմինը քաշում է ներքև, չէ, այդ մկանը ձգվում է ու ճանկերը այսպիսի վիճակում են գտնվում, կամ նույն իրավիճակն է թռչունների մոտ նստած վիճակում։ Թռչունը երբեք ճյուղից չի ընկնում, ինչու, որովհետև մարմնի ծանրության տակ ձգվում է այդ մկանը ու ճանկերը փակվում են, մատիկները փակվում են ու անկախ իրանից ինքը տեղից ընկնող չի, то есть այդ զուտ անատոմիական կառուցվածքի արդյունքում է, որ մկանները այնպես են դասավորված, որ ծանրության ուժի կամ մարմնի քաշի շնորհիվ իրենց մոտ մկանը ծալվում է ու իրանք հանգիստ կարող են դրան երկար ժամանակ այդ մնալ այդ վիճակով, դա մկանի նորմալ դիրքն է։ Նաև կախված մեռնում են։ Չորանում են։ Չորա։ Երբեմն մումիաներ են առաջացնում, այսինքն մումիան մեջից չորանում է ու ինքը տես չորացած մնում է։ Դրանք կոչվում են մումիֆիկացիա, մումիաներ է ստեղծվում։ Կարա մեջից լրիվ չորանա։ Հա, շատ քարանձավներում կարելի է հանդիպել տես չորացած չղջիկների։ Իհարկե հիմա շատ հազվադեպ կարելի է հանդիպել, բայց լինում է։ Որքան հեռու կարող են թռչել, մենք հասկացանք, որ Եվրոպայի մի ծայրից մյուսը կարող են։ Հանգիստ, իրանք նույնիսկ միգրացիաներ են անում, որ Աֆրիկայի հյուսիսային երկրներից կարող են գալ, անցնել մեր երկրներով ու գնալ հասնել մինչև Լեհաստան։ Ինչպես թռչունները եղանակի փոփոխություն։ Եղանակի, հա, նախ իրենց սննդի հետ կապված, դրան գումարած եղանակի հետ կապված ամառը կգնան, օրինակ ես գիտեմ տեսակ, որ հասնում է մինչև Բելավեժսկայա Պուշե, այդ Բելավեժա անտառը, այնտեղ են բնակվում, հետո վերադառնում են դեպի էլի ավելի տաք երկրներ ձմռան ընթացքում, այսինքն այդ Չեն քնում։ Չեն քնում անընդհատ, իրանք այդ միգրացիայի մեջ են գտնվում ու կոպիտ ասած իրանք որոշակի ջերմաստիճանային ռեժիմի տակ են սիրում լինել ու անընդհատ միգրացիա անելով այդ ռեժիմի տակ կարողանում են գտնել են տարածքները, որտեղ կարող են իրանք ապրել։ Բավականին լուրջ միգրացիաներ անում են, երկարը։ Մինչև որքան բարձրություն են հաղթահարում։ Ունենք բավականին բարձր թռնողներ, 50 մետրը, 50-ից ավել կարող են բարձրանալ, մինչև 120 մետր եղել են տեսակներ, որ բարձր թռնում են գետնի վրայից, հա, դա բավականին, այսինքն ինչքան միջատը բարձրանա, այստեղ միջատն է կարևոր։ Սնունդը ինչքան բարձր գնա, այնքան իրանք բարձր կարող են թռնել։ Ցածրադիր հատվածներում, ինչու եմ ասում, ձայնագրող սարքերը մենք դնում ենք 1.5 մետրի վրա, երբեմն 10, 35, 50։ 50-ը այդ են պրիդելն է, 50-ի վրա դնում ենք սարքը, 55 կամ 60-ի վրա դնում ենք միկրոֆոնը, որի վրա մենք կարողանում ենք լսել նրանց։ Ու հա իրանք մինչև 60 մետրի վրա հանգիստ կարող են բարձր թռնել, դա բավականին բարձր է, ու ավելին զուտ սնունդը որսալու համար։
Դրանից ավել դե այնտեղ քանի գնում սառում է, չէ՞, Այո։ ավելին պիտի գնա։ Իրանց համար արդեն այդքան էլ հաճելի չի։ Մանավանդ լեռնային երկրներ, մեր լեռնային երկրում, լեռնային հատվածներում մենք հետազոտություններ արել ենք, օրինակ Գեղամա լեռնաշղթայում, որտեղ սարքը դրված էր 3000 մետր բարձրության վրա, ծովի մակարդակից, բայց պլյուս գետնից 50 մետրի վրա։ Ու բավականին ցուրտ էր, ամառձում էր այդ տարածքներում, նույնիսկ կողքը հատված ունենք, որ ձյունը տենց էլ չհալվեց այդ հատվածում, մի քիչ ծմակ տեղ էր, ստվերոտ տեղ էր ու ինքը չէր հալում, բայց չղջիկներ թռնում էին։ Այդ այսքան մի տեղից, իրանք ոնց որ կոտայքից գեղարքունիք թռչելիս, այդ անցուղին օգտագործում էին։ Ես զարմացած էի, ես չէի սպասում։ Ինձ համար բավականին ցուրտ էր, ամեն անգամ որ գնում էի այդ միկրոֆոնի այս սարքից SD քարտերը, հա, արդեն կամ բատարեկաները փոխելու, ոյ, բավականին ցուրտ էր։ Չկար մի օր, որ ես այնտեղ չմրսեի, բայց իրենք թռնում էին ու գիշերվա ժամանակ, ասենք ջերմաստիճանը բավականին իջնում էր, մինչև 5 աստիճան իջնում էր։ Իհարկե 8-ից ներքև ասում են էլ չղջիկները չեն թռչում, բայց սարքը գրանցել էր 8-7 աստիճան, ջերմաստիճան, նրանք թռնում էին։ Դες ես ձայներ ունեի։ Ես զարմացած էի, ոնց կարելի է այդ ցուրտ ժամանակահատվածում օգտագործել։ Այսինքն եղել է միջատ, համապատասխանաբար ինքը համսնվել է, համել կարողացել է ակետից գնալ մյուս բկետը։ Աշխարհում բոլոր տարածքներում կան տարբեր չղջիկներ։ Միանշանակ, բոլոր տեղերում։ Հայաստանում մենք ունենք էնդեմիկ տեսակներ։ Չէ, չունենք։ Եկեք, չէ, չունենք։ Կար ժամանակ, երբ որ ասում են, որ մենք ունենք Հայաստանի միոցից Հայաստանիկուս կամ հայաստանյան գիշերաչղջիկ տեսակը, բայց գենետիկական ուսումնասիրությունները իրականացրեցինք 16 թվականին ու ասացինք, որ նա լայն տարածում ունեցող տեսակներից մեկն է ու ինքը տենց յուրահատուկ չի։ Էնդեմիկ ասել չղջիկին կամ թռչող օրգանիզմին մի փոքր սխալ է, բացատրեմ ինչու։ Էնդեմիկը դա այն կենդանին է, երբ որ որոշակի տարածքում է ապրում ու չի գնում որևէ տեղ ու չի կարող հանդիպել։ Չղջիկի պարագայում, երբ որ իրան կիլոմետրեր են կարող մեկ գիշերվա մեջ հաղթահարել, ասել որ նա էնդեմիկ է, ընդ որում այդ տեսակը, որ մենք ասում ենք, միոցից Հայաստանիկուս, ինքը այդ հայաստանյան գիշերաչղջիկը ապրում էր, գրանցված էր Սևանի ափին, դեպի շորժահատվածը, շողակաթ հատվածը, այսինքն Ադրբեջանին կից։ Այսինքն ինքը մի գիշերվա մեջ կարող էր հանգիստ գնալ այնտեղ գալ, կամ մենք ունենք տեսակներ կհասներ Ռուսաստան։ Միանշանակ կարող էր կամ ունենք տեսակներ, որոնք որ Վայոց ձորի նորավանքի հատվածում են, ովքեր որ անցնում են գնում են Նախիջևան հետ են գալի, այսինքն իրանց համար մի գիշերվա իհարկե մի գիշերվա մեջ տեղափոխվելը դա շատ հեշտ երևույթ է։ Բայց կարմիր գրքում են գրանցված։ Այո, մեր 30 տեսակից 10-ը գրանցված են մեր ՀՀ կարմիր գրքում։ Ասեմ, որ շուտով մտադրություն ունենք կարմիր գիրքը վերահրատարակելու ու այդ 10 տեսակներից մի քանիսը մենք միգուցե հանենք, մի քանիսը ավելացնենք, այսինքն որոշ տեսակներ դուրս կգան, որոշները կներմուծվեն, բայց իսկ եթե նայենք ամբողջ այդ մեր 30 տեսակը, նրանք ներկայացված են ԲՊՄՄ, այսինքն բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում, այդ IUCN կոչվածը, դա միջազգային կարմիր ցուցակն է, բոլորն էլ գրանցված են այնտեղ, ուղղակի որոշները least concern, այսինքն քիչ վտանգված, հա, եթե կարելի ասել կամ ստաբիլ պոպուլյացիա ունեցող, մնացածը խոցելի, վտանգված տարբեր կարգավիճակներով, բայց բոլորն էլ գրանցված են ու նրանց պահպանել շատ հարկավոր է, չնայած որ խոսեցինք, որ բակտերիալ եւ վիրուսային հիվանդություններ կրող են, չնայած որ նշեցինք, որ հա կարող են ինչ-որ բաներ փոխանցել, իրենց վրա կան տզեր եւ տարբեր փայտոջիլներ, որոնք կարող են մարդուն վնասել, հա, այդ ամեն ինչը լիարժեք հասկանում, բայց եթե այդպես նայենք, իսկ որ մի կատնասունը չունի։ Եկեք մի հատ ուրիշ աչքերով, հա, նույն աղվեսները, գայլերը կատաղության վիրուսը ունեն, էմիսները ունեն մեկ այլ վիրուս, այսինքն բոլորն էլ որոշակի բաներ ունեն, որ այո, վայրի բնությունը միշտ ունեցել է ու ունենալու է նման խնդիրներ, բայց մենք ունենք մեկ այլ խնդիր, եթե չղջիկները վերանան, ինչ կլինի։ Այդ է բավականին լուրջ աղետ կլինի։ Չղջիկները, որոնք որ
արևադարձայինները ասեմ, հետո ասեմ միկրոձեռքաթվաները։ Արևադարձային չղջիկները նրանք հանդիսանում են փոշոտողներ։ Նրանք ուտում են նեկտար, ուտում են մանգոստին, մանգո, բանան եւ այդ սերմերը իրենց կղակի միջոցով եւ իրենց թռիչքի միջոցով կարողանում են տարածել։ Եթե արևադարձային չղջիկներին վերացնեն, ապա արևադարձային անտառները լուրջ խնդրի առաջ կկանգնեն։ Փոշոտող չի լինի, մրգերը չեն լինի եւ չեն լինի նաեւ այդ ծառերը, որովհետեւ նրանք սերմերը տարածում են սկիզբ տալով նոր ծառերի, նոր բույսերի։ Ոնց որ մեղուների համար ենք ասում։ Բայց դրան գումարած միկրոձեռքաթևավորները, հա, իրանք ուտում են միջատներ։ Բայց եկեք հիշենք այդ միջատները, օրինակ նույն մոծակներ, մլակներ, ցեցեր, ինչ վտանգ են հանդիսանում մեզ համար։ Չէ՞ որ մալարիայի հարուցիչը, լեշմանիայի հարուցիչը եւ մի շարք այլ վատ հարուցիչներ, տեպանասոմաները, դրանք բոլորը փոխանցվում են մոծակների եւ մլակների միջոցով։ Եվ եթե մեր չղջիկները չուտեն այդ մոծակներն ու մլակները, ապա մլակները եւ մոծակները կուտեն մեզ։ Մի քիչ վատ համեմատություն եմ անում, բայց իրականում չղջիկները վերացնում են մի շարք միջատներ։ Դրանք մոծակ, մլակ, թիթեռ, ցեց, կոլորադյան բզեր, վտանգ ներկայացնող, հա, մեր գյուղատնտեսության համար վտանգ ներկայացնող միջատներ։ Եվ եթե մենք կտրում ենք այս օղակը, հա, չղջիկների օղակը հանում ենք, ապա նրանք մեծ քանակությամբ թափ կառնեն, կշատանան ու բավականին լուրջ վնասներ կկրի մարդկությունը։ Թե հիվանդությունների տեսքով, որտեվ մեր չղջիկները ուտում են մլակներին ու այդ ոնց որ չեզոքացնում են ու ստոպ են տալիս, հա, կանգնեցնում են այդ որոշակի հիվանդությունների զարգացումը։ Այսինքն ստացվում է այնպես, որ շատ կարևոր օղակ են։ Եվ բնության մեջ կապ չունի չղջիկ է, միջատ է, չգիտեմ, սունկ է, միանշանակ։ Մենք որևէ օղակ դուրս բերելիս պետք է հաշվի առնենք, որ հաստատ այն մյուս երկու օղակները բավականին լուրջ խնդրի մեջ են լինելու եւ դա ուղիղ կապով անդրադառնալու է մարդուն։ Բնության օրենքներին, բնության խնդիրներին, բնությանը որևէ կերպ մարդկությունը, դա իմ կարծիքն է, չպետք է խանգարի կամ խոչընդոտի, որովհետեւ բնությունը շատ հստակ գիտի, թե որը որից հետո ինչ չափով։ Նրանք լրիվ ուղիղ գծով իրար հետ փոխկապակցված են։ Մարդն է նպաստում, որ չղջիկների քանակը կրճատվի։ Ոչ միայն մարդը եւս մարդը իր գործունեությունով, հա, մենք տարածքներ ենք վերցնում, մենք փոխում ենք անտառները, սարքում ենք մեզ համար հաճելի տարածքներ, մենք փոխում ենք ճանապարհներ ենք ստեղծում, քարանձավները մեծ քանակությամբ մարդիկ են մտնում, հա, տուրիստները պետք է լինեն որոշակի չափով, քանակով, որպեսզի այդ միկրոկլիման մենք չկարողանանք խախտենք, հա, կամ աղտոտում ենք այստեղ այնտեղ, հա, այդ ամեն ինչը մարդկությունը միանշանակ որևէ կերպ ազդում է։ Մենք նույնիսկ մեր այգիները, հա, որ կառուցում ենք, դա ճանապարհների եզրին է կամ բան, բայց ձևափոխում ենք, չէ՞ որ լանդշաֆտները մենք փոխում ենք մեզ հարմար, բայց իրականում բնությանը դա միգուցե հարմար չէր եւ համապատասխանաբար չղջիկների միգրացիոն ուղիներն են փոխվում, սննդային հատվածները, որտեղ որ իրանք սնվում են, մենք լճեր ենք փակում, նոր լճեր ենք ստեղծում, ձկնաբուծարաններ ենք անում, չէ, ասենք այդ մեր գործունեությունն է նորմալ կարծես թե, բայց այդ ամենը կարող է հանգիստ կերպով ազդել չղջիկների վրա, բայց կլիմայի փոփոխություն Ну, դա եւս գալիս է մարդու գործունեությունից, բայց նպաստում է մարդ համենուր։ Հա, բայց հաշվի առնենք, որ կլիման եւս փոփոխվում է, ելնելով մոլորակների դիրքից, արևի ուժգնությունից եւ մեր մոլորակի առանցքի փոփոխությունից, հազար մի բան կա, հա, որ մենակ մարդուն չմեղադրենք, բայց կան նաեւ բնական ինչ-որ ընթացքներ, որոնք որ փոխում են նաեւ կլիման։ Եվ այդ կլիմայի փոփոխությունը բերում է նրան, որ այս կամ այն միջատը հա, մենք միշտ գնում ենք սննդի հետևից, հա, ճիշտը խոսենք, այս կամ այն միջատը քչանում է, շատանում է, համապատասխանաբար չղջիկներն էլ շատանում են, քչանում են, խոնավությունը շատանում է, սնկերը լավ են աճում, հա, նույն այդ white nose syndrome սունկը կարող է բավականին լավ ազդել արդեն չղջիկների վրա, հակառակը լրիվ չորացում է գնում, ինչ որ բանով էլի նորից ազդում ենք, այսինքն բոլոր տեսակի եւ բնական եւ մարդածին գործոնները հանգիստ կերպով ազդում են չղջիկների
վրա, ինչպես եւ մյուս կենթանիների վրա, նրանք էլ որևէ ձևով զերծ չեն մնում։ Միակ բանը, ինչքան մենք քիչ միջամտենք բնության օրենքներին, այնքան իդեալական։ Եվ ինչ անել, եթե մարդը հանդիպում է չղջիկի։ Ոչինչ։ Ես իմ խորհուրդը բոլորին ոչինչ պետք չի անել։ Եթե նա մտել է ձեր սենյակը, բացեք պատուհան, նա որոշակի ժամանակ պատտվելուց կդուրս գա։ Եթե այդ չղջիկը ծակուկ է, դուք արդեն իսկ հասկանաք, որ թռնում ընկնում է, ամփույթ է, ինչ որ չի հասկանում, ինչ է անում, պարզ երևում է, որ ինքը ճուտիկ է։ Ընդամենը պետք է շորով, հա, ձեռքերով փորձեք չբռնել, որովհետև կարա կծի։ Դա յուրաքանչյուրիս էլ, հա, որ բռնել միանշանակ, դա նորմալ երևույթ է։ Դրա համար որևէ սրբիչով կամ որևէ հաստ կտորով պետք է բռնել ու դնել պատուհանագոգին, նա կթռնի կգնա կամ եթե այնպիսի իրավիճակ է, որ չեն կարող են դիմել մեզ, մենք փորձենք գալ հասնել օգնել օգնության։ Կենսաբանության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան։ Այո, կենսաբանության ֆակուլտետ, կենդանաբանության ամբիոն, մեր աշխատակիցները միշտ պատրաստ են, մեզանից որևէ մեկը կգա կհասնի կփորձի օգնել, եթե այնպիսի իրավիճակ է, բայց իրականում, եթե իրենց մի փոքր հանգիստ թողնենք, հիստերիա չանենք, չխառնվենք իրար, ապա իրանք հանգիստ կարող են դուրս գալ գնալ։ Նրանց համար էլ արտասովորել սուր եմ ընկել, ինչի եմ մեզնից ավելի շատ են վախենում։ Միանշանակ, ընդամենը պետք է թույլ տալ, հնարավորություն տալ, ուղի ստեղծել, որ ինքը կարողանա դուրս գա։ Անչափ շնորհակալ եմ, չնայած որ ձայնս կտրված է, դժվար եմ խոսում, բայց այնքան հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցիք, որ ես առավել եւս սիրահարեցի չղջիկներին, հուսով եմ մեզ լսող մարդիկ նույնպես սիրեցին չղջիկներին, եթե մինչ այս անտարբեր էին եւ հուսանք, որ բնությունը բարեգութ կգտնվի եւ նրանք չեն վերանա մեր միջավայրից։ Միանշանակ, շնորհակալություն հրավերի համար, շնորհակալ իսկապես հաճելի էր։ Ես մեծ սիրով խոսում եմ իմ սիրելի կենթանիների վերաբերյալ, կարող եմ խոսել ժամերով, ներկայացնել նրան, պատրաստ եմ նրանց պաշտպանության համար ամեն ինչի գնալ, այնինչ հնարավոր է իմ եւ իմ թիմի աշխատակիցների կողմից իրականացնել։ Նշեմ մի բան, որ ամեն տարի մենք իրականացնում ենք չղջիկների միջազգային գիշեր, միջոցառումը, դա ամեն տարի Եվրոպայում ընդունված մեծ միջոցառում է, որ յուրաքանչյուր երկիր կազմակերպում է օգոստոսի վերջի շաբաթ կիրակին։ Երբեմն մենք կամ անում ենք օգոստոսի վերջի շաբաթ կիրակին կամ սեպտեմբերի սկիզբ ենք իրականացնում, որ մեր ուսանողները կարողանան մասնակցել։ Սիրով բոլորին հրավիրում եմ չղջիկների միջազգային գիշերի միջոցառմանը մասնակցելուն։ Եղել են տարիներ, որ գնացել են քաղաքից դուրս, եղել են տարիներ, որ քաղաքում ենք իրականացրել։ Ինչ ենք անում, ուղղակի գնում ենք, ցույց ենք տալիս, որ նրանք թռնում են, որտեվ մարդիկ չեն տեսնում իրականում, մինչև չես ցույց տալիս, չեն էլ ընկալում, որ ոնց սա չղջիկ է։ Սարքերով կարողանում ենք նրանց ձայնագրել ու լսել, որովհետև շատ հետաքրքիր է, երբ որ սարքը փոխում է ձայնը ու դու կարողանում ես այն լսել։ Ուղղակի այսպես ոնց որ այսօրվա ընթացքում մենք խոսեցինք, փորձում ենք բոլոր մարդկանց հարցերին պատասխանել ու ներկայացնել նրանց յուրահատուկ կյանքը, այնպես որ սիրով սպասում եմ բոլորին, ովքեր որ կցանկանան։ Մենք կգանք, նկարահանող թիմով հաստատ մեծ սիրով, նշեմ նաև մի բան էլ, հա, թույլ տվեք ասել, այս տարի սեպտեմբերի վերջ մեզ մոտ տեղի է ունենալու Արևելյան Եվրոպայի չղջիկների ուսումնասիրման գիտաժողովը եւ առաջինը տեղի է ունեցել, երկրորդ գիտաժողովն է, առաջինը տեղի է ունեցել էլի Հայաստանում ու 2018 թվականին։ Միտք ունենք, որ Արևելյան Եվրոպայի երկրները հաջորդիվ կվերցնեն եւ կկազմակերպեն, սակայն քաղաքական աշխարհի քաղաքական իրավիճակից ելնելով երկու անգամ հետաձգվեց այդ գիտաժողովը սեպտեմբերի վերջին, բայց սեպտեմբերի 28-ից 30-ը եւ Արևելյան Եվրոպայի չղջիկների մասնագետները բոլորը հավաքվելու են Երևանի պետական համալսարանում, ունենալու են տարբեր տեսակի ելույթներ, այն ամենը ինչ որ ես խոսեցի, արդեն կոնկրետ որոշակի տեսակների վերաբերյալ ու ամեն մի հետազոտող ներկայացնելու է իր աշխատանքը, այնպես որ հրավիրում եմ, եկեք մասնակցելու, բավականին հետաքրքիր է լինելու, արդեն իսկ ահագին մասնագետներ գրանցվել են, հուսամ դա եւս հետաքրքրություն կստեղծի
Դա մենք իրականացնում ենք մեր COP17-ին ընթառաջ, որովհետև Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը, հա, կենսաբազմազանության կոնվենցիային ընթառաջ։ Հուսամ դա եւս կլինի մեկ քայլ մեր յուրահատուկ կենթանական աշխարհը ներկայացնելու աշխարհին ու ցույց տալու, թե մենք ինչերի ենք ընդունակ։ Իսկ 30 չղջիկը փոքր երկրի համար շատ է թե քիչ։ Շատ լավ է։ Շատ լավ։ Մեկ օրինակ ասեմ, իմացեք, Լեհաստանը 300,000 քառակուսի ունի, մենք գրեթե 30,000, հա, որ հստակ չդնենք, հա, թվերը։ Լեհաստանում 16-ից 20 ուզում են, բայց 16 տեսակներ հայտնի, փորձում են ավելացնել, այսինքն կան տեսակներ, որ դեռ հաստատված չեն, իսկ մենք 30-ը։ Եկեք համեմատենք, 10 անգամ շատ տարածք ունի, իսկ մենք մի փոքրիկ հատվածում, չնայած լեռնային ենք, որովհետև ասում եմ, եթե մեր Հայաստանը հարթուկով մի հատ հարթուկենք, պատկերացրեք ինչ հավես տարածք կլինի, այո, բայց դա բերում է լանդշաֆտային բազմազանության, բնակատեղերի բազմազանության, որը եւ բերել է հենց հարուստ կենսաբազմազանության։ Հայաստանը top 10 երկրներից է, որտեղ կենսաբազմազանությունը 1 քառակուսի կիլոմետրի վրա կարելի է հանդիպել 1000-ից ավելի բույս եւ կենդանի տեսակ։ Այնպես որ մենք լավագույն տեղերից մեկում ենք գտնվում։ Մենք պետք է սիրենք, ուսումնասիրենք եւ պահպանենք մեր կենսաբազմազանությունը։ Շնորհակալ եմ անչափ։ Ես նույնպես նման հաղորդման հրավերի եւ նման հնարավորություն ընձեռելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի մարդիկ, սիրենք բնությունը, որովհետև հատկապես մեր երկրում այն յուրահատուկ է։ Կհանդիպենք, լավ եղեք։